շատ մեծ էգոն, որ ես ոնց որ իրանցից մի քայլ բարձր եմ, իրենք չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ։ Իդեպ այդ էգոն զգացման նաև Դովլաթովի մոտ։ Հորես արև ես պետք է ասեի, ես վիճակ։ Ընտրել ենք մի գրողի, որը իրեն համարում էր Հրանտ Մաթևոսյանից եւ Աղասի Այվազյանից հետո երրորդը։ Շատ տարածված չէր իր գրող լինելու փաստը, ու ինքը թաքնված էր այդ ծիտիկի տակ, որը ինքն էլ չի գրել կարծեմ։ Խոսքը Վանո Սիրադեղյան գրողի մասին է, ոչ քաղաքական գործի, թեև նրան հիմնավորապես գլխավորապես գիտեմ որպես քաղաքական գործիչ։ Գյադաների ժամանակը, որը ժողովածու է այդ բոլոր հոդվածների, 3 գործ ենք ընտրել. առաջինը Անանձրև հուլիսը, հետո Սերնար Սառնարան Սառատով եւ Ափսոսեր երեխան։ Ունեմ բոլոր այդ գրքերը իր հետ կապված։ Քաղաքում տառապողի, աշխատանք փնտրողի, փող փնտրողի, վարձով ապրողի գրականությունը։ Շատ ավելի շատ բան կգրեր, եթե չմտներ այդ քաղաքական ոլորտ։ Ափսոսեր երեխան ոնց որ այդ թագն է, էլի վերջին լեվելն է, որ ինքը հասնում է։ Ապրել, այնպես ապրել։ Դու գնես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։ Ողջունում ենք մեզ լսողներին եւ դիտողներին, եթերում է Չարքաստա, եթերում են արձակագիր Նորայր Սարգսյանը եւ հրապարակախոս պատմաբան մեդիափորձագետ Գոռ Մադոյանը։ Բաժանորդագրվեք մեր սոցիալական ցանցերի էջերին, մեր YouTube-ին, կոմենտեք, լայքեք, տարածեք, որ մեր պրոյեկտը շարունակվի։ Նախորդ անգամ Աղասի Այվազյանի գրականությունն ենք խոսում, մասնավորապես եռանկյունությունից ենք խոսում։ Ինչև այդ խոսել ենք Հրանտ Մաթևոսյանի գրականությունից, մենք ենք մեր Սարերը վեպից, իսկ այսօր ընտրել ենք մի գրողի, որը իրեն համարում էր Հրանտ Մաթևոսյանից եւ Աղասի Այվազյանից հետո երրորդը։ Իհարկե էգոյի հարցում այդ գրողը երևի թե հավասար չեր ունենա կամ առաջի հնգյակում կլիներ նորագույն շրջանի հայ գրողների էգոների, եթե ինչ որ աղոսյակի վերածենք։ Խոսքը Վանո Սիրադեղյան գրողի մասին է, ոչ քաղաքական գործի, թեև նրան հիմնավորապես գլխավորապես գիտեմ որպես քաղաքական գործիչ։ Այսպես, խոսալու ենք ոչ բոլոր գործերից, մի քանի ժողովածու ունի Վանո Սիրադեղյանի, հիմնականում գրել է մինչև 88-ի շարժումը, երևի թե տասնամյակում է գրել, 78-ից 88 թվականներ են կար շրջանում, հետո սկսել է գրել 78-ին, վերջերս նաև 79-ամյակներ, այսինքն սկսել է գրել 32 տարեկանում, տենց 32-33 տարեկանում։ Մեր թայ տղա է։ Որ գործեր ենք ընտրեն նորը, որ գործեր ենք ընտրել ու ինչ ենք հենց այդ գործերից խոսել, երբ սկսենք։ 3 գործ ենք ընտրել, առաջինը Անանձրև հուլիսը, հետո Սերնար Սառնարան Սառատով եւ Ափսոսեր երեխան։ Ընտրությունը իմ համար կոնկրետ պայմանավորված է եւ ամենասիրելի գործերը ու նաեւ ընդհանուր հերոսի նույնության մասին կա, այսինքն քանի որ ինքը փաստացի դուրս է գալիս քիչ գրած գրող, կարելի է երևի 1-2 ժողովածու համարել պատմվածքների, պեդանտ գրող է շատ, այսինքն չես կարող ասես, կարող է եւ շատ ավելի շատ գրել է, բայց տպել է այն ինչ որ ինքը կոնկրետ հավանել է շատ ու մտածել է որ տպելու ենթակա է, ու նաեւ իհարկե ոնց որ քիչ է գրականության մեջ եղել, փաստացի, այդ 10 տարին որ ասեցիր, հետագայում այդ քաղաքական գործունեության շրջանում ամենայն հավանականությամբ ընդհանրապես չի գրել։ Դրանից հետո էլ ոնց որ որպես գեղարվեստական գործ Ափսոսեր երեխան է երևի, ու դե գիտենք Ավետի Սահարոնյան անուն ազգանունով ոնց որ տպագրել է ավելի հոդվածատիպ, ավելի քաղաքական մոտիվներ ունեցող էսեներ կամ պամֆլետներ, հրապարակախոսություն, կեղծանունը։ Հա, բարձր մակարդակի հրապարակախոս, Ավետի Սահարոնյան չէ, բայց Ավետի Սարությունյան, եթե ուզում Հարությունյան, հա։ Ավետի Սարությունյան, այո։ Հա, Ահարոնյանը ինչ որ երևի ուրիշ մարդ է, չէ՞, բերեցի գցեցի առաջին հանրապետություն։ Հա, փաստացի եթե գրքերը նայենք, ես ունեմ բոլոր այդ գրքերը իր հետ կապված, դե առաջինը եւս ծանր լույսն է, ոնց որ առաջին ժողովածուն։ Այստեղ նայեցի ոնց որ թե հենց 88 թվականի, 87-88 թվականին է տպվել, այսինքն սովետի վերջում։
Երկրորդը հետո արդեն անկախության շրջանում երբ որ արդեն նախարարի պահերը անցել էր ոնց որ ուզեցավ հիշացնի իր մասին թեև շատ բաներ չկա Որտիվ այդ գիրքը քաղաքապետ ժամանակա տպետ է դրանից էլ հետո Ենթադրում եմ քաղաքապետ ժամանակա որտեղ դրանից հետո հələ մի րոպե դրամ թիվ գրել է այստեղ 2000 թվական հա վեր ամեն ինչից հետո աքսորիալ ժամանակա հա եւ ուզեցել է հիշացնի ինքով հա ոնց որ ու ավելի շատ ոնց որ կրկնությունը առաջին գրքի հետ կապված Ստեղ երրորդը էս սենց բան կա մի հատ, որը երկու մասի է բաժանված, երկիրց պահանջ, որը ոնց որ մինչև գնալու թեմանն է, ու էս գյադաների ժամանակը, որը ժողովածու է այդ բոլոր հոդվածների, ու վերջերս նաև տպագրվեց էս ոնց որ ընտրանին հավաքածուն լավագույն գործերի, որը էլի սենց լավ գիրք է, կարա կառնեք կարդակ։ Եթե կարելի է Հա, դու էլ ունես էլի մի բան ուզում ես ցույց տաս, որ Երևանից հետը տարել ես Վանոյին, էլի։ Դե այդ ոչի գրականության սիրահար եմ ընդհանրապես մինչև Վանոն էլ այդ ոչի գրականություն կարդացել եմ լատինական ամերիկայի գրողների մոտ ռուսական գրողներ կան այդ ոչի ընդհանրապես այդ ոնց ասեմ կարճ խոսքի վարպետները հա բառի վարպետները իրոնիան հումորը պահելով, բայց նաև ոնց որ այդ ինքդ քո մեջ փորփրելու, ինքդ քո մեջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնելու, ինքդ քեզ բացելու այդ ոճը, որը Մաթևոսյանն էլ իհարկե ունի, բայց ռուսների մոտ ավելի շատ է տարածված, էլի ամենայն դեպս, տենց։ Ես օրինակ Վանոն շատ անձնական գրող է, որովհետև նու իմ կյանքում իմ ժամանակակիցների երևի որ սկսել է գրականությամբ զբաղվել Այս բացահայտում ա եղել, քանի որ այդ շատ տարածված չէր իր գրող լինելու փաստը, ու ինքը թաքնված էր այդ ծիտիկի տակ, այսինքն որը ինքն էլ չի գրել կարծեմ։ Հայ։ Հա, ուղղակի ոնց որ քանի որ հայերս ոնց որ գրականությունից զզվող ազգ ենք, մի քիչ Դե կամ էլ ռոպագանդայի զոհ են դառը, հակակարծության զոհ է դարձել։ Դե ընդհանուր համարական վերաբերմունք կա գրողի նկատմամբ Եթե ոնց որ ընդունված գրող չի ել իմաստով ոնց որ եթե մեր մեծերից չի կամարական է վերաբերմունքը գրող մարդու նկատմամբ ու այդ ծիտիկը ոնց որ երևի թե ռոպագանդիստական ինչ որ փորձ ա եղել ցույց տալու որ որպես գրող էլ մի բան չէ եղել հա ասենց ինչ որ բաներ բայց Վանոն շատ լավ գրող է ես հիշում եմ իմ մոտ Արամ Պաչյանը մի հատ հաղորդում ուներ, գրադարանում Արամ Պաչյանի հետ այդպես հաղորդում կար ռադիոյով։ Ու առաջին անգամ այդ ափսոսեր երեխան այդտեղ լսեցի, որ ինքը կարդում է հատվածներ, բավականին մեծ հատվածներ կարդում է, ու դա շատ գրավիչ էր։ Դրանից հետո ահագին ժամանակ մանեգալի գիրքը, որ գտնեի, չկար։ Հետո հիշում եմ մի գիրք ես ձեռիս տակ ունեցա, սկսա կարդալ ու նվեր ստացա մեկից կարծեմ ու Սկսեցինք պատտել։ Ափսոսեր երեխան ձեռքդ ետր ցավես վրա է ժողովածուի մեջ, այդ 2000 թվի ժողովածուի մեջ է։ Չէ, ափսոսեր երեխան ոչ միտեղ ոնց որ չկա էս ոնց որ որտեվ հետո է գրել։ Հա։ Ամենայն հավանականությամբ 2000-ականներին։ Ես ճիշտ ասած բաները տնջ ժամանակագրությունը չգտա, բայց ենթադրելի է որ հետո է գրել ու ոչ մի ժողովածուի մեջ չի մտել, հետո ես վերջին ժողովածուներում արդեն ավելացրել են։ Ինքը ոնց որ Նաև ինչի էս 3 գործը ընտրելու այդ բանը ունեցանք գայթակղությունը, որովհետև կարծես թե նույն հերոսը գրականագետները ոնց են ասում են, նույն էպիկական, այդպես մի հատ բան կար, չեմ հիշում։ Նույն այդ հերոսը տարբեր ժամանակներում իր դրսևորումներն է, ու Վանոն այդ 3 խոսակ հետաքրքիր տես քննարկում ունեցանք մաստեր գրողների, ոնց որ ուստա գրողների ու Ինչ-որ տարբերությունների խառնվածների մարդկանց ու Վանոն այն գրողներից է, որոնք շատ բաներ չեն փորձում։ Ոնց որ ինքը գիտի ինքը ինչ պետք է անի ու ոնց որ իր գրականությունը ամբողջական այդ նույն պատի նույն տեղին խփելու Ոնց որ հղկում ես եղած ունակությունները, նոր ինչ-որ ոլորտներ չես փնտրում, էլի։ Հա, ինքը ոնց որ անընդհատ նույն կետի խփում է, բայց ամեն խփելուց հետո այդ փոսը ոնց որ մեծանում է, ավելի խորքային ինչ-որ բան է գտնում, կարծես
ու այս ափսոսեր երեխան ի վերջո ոնց որ գալիս եզրափակում է այդ բանը Տրիոլոգիան, չէ, եթե կարանք հա ասենք տրիլոգիան հա Անանձրև Հոլիսի, Սարատովի եւ այս մեկի բանն է, տրիոլոգիան է, չէ։ տրիլոգիան հա փակում է ու ոնց որ էպիկական փակում է էլի շատ ուժեղ գործ է իրոք իհարկե կա այդ ափսոսանքը միշտ որ մտածում ես ենթադրելի է որ շատ ավելի շատ բան կգրեր եթե չմտներ այդ ոնց որ բան քաղաքական ոլորտ չգիտեմ ինքը իրականում ափսոսացել է թե չէ հաշվի առնելով վերջին գործի վերնագիրը երևի ինչ որ ափսոսանք ունեցել է որովհետև շատ բան խոսքի այդ քո ասացի նման sense հատուկ տենց կծող լավ լեզվի տեր մարդ է թեև էլի է ուզում ասել իմ այդ պատանեկան այդ սերը իր գրականության նկատմամբ ինչ որ պայից սկսած ոնց որ կոտրվեց հատկապես երբ որ Հրանտին կարդացի շատ ավելի խորը ինքը ոնց որ Հրանտի ոնց որ տարբեր կերպարներից մեկը լինի մեկի ուղղությունը լինի, որը ավելի խորացել է։ Ոնց որ Հրանտի քաղաքային գրականությունը չլինի, որ մենք։ Հա, քաղաքում ապրող։ Հա։ Ոնց որ Պավլեն գա քաղաք սկսի գրել, էլի։ Հրանտը եթե դարդրանան որ չոբանները գալու են քաղաք դառնան, քաղաքաբնակ ու գյուղը դատարկվի, Վանոյի գրականությունը ես որ կարդում եմ, ոնց որ Պավլեն արդեն եկել քաղաք, ապրում է ու գրում է, էլի։ Ի վերջո որովհետև ինքնակենսագրական մոտիվներ ու տարեր կան շատ։ Ի վերջո եթե նյութը վերցնում ես ինքդ քեզնից ավելի հարուստ է լինում, եթե ուրիշ նյութ չես կարող գտնես, էլի։ Ու այդ Վանոյի գրականությունը գյուղից քաղաք եկածի գրականությունը։ Քաղաքում տառապողի, աշխատանք փնտրողի, փող փնտրողի, վարձով ապրողի գրականությունը, հա, ոնց ասեմ, այդ կենցաղային խնդիրները կան, բայց այդ կենցաղային խնդիրները կենցաղով չեն ավարտվում, էլ իրենք անընդհատ ռեֆլեքսիա են։ Վաղ ամուսնացածի տղակին, տղամարդ ամուսին կին հարաբերությունների, հա, այդ խնդիրները անընդհատ կան։ Ինքը ավելի շատ ոնց որ որ ասեցիր, կենցաղը ոնց որ իրան խանգարող բան է լինի, մտածող մարդուն ինչ տիպի է կենցաղը ծռում, ոնց որ մեջքը թեքացնում, դրա մասին է, էլի, այս ի վերջո այս գրականությունը ու այդ կա նաև այդ հիշողության բանը, եթե հիշենք այդ բոլոր այդ երեքում էլ կա այդ բանը, որ ինչ որ հոտից կամ ինչ որ տեսարանից հիմնական խաղարկում է սուրճը բաժակով ու շաքարը, չէ՞, օրինակ եթե կհիշես այդ անանձրև հուլիսը ոնց է սկսում հիմա անանձրև հուլիսը ոնց է սկսում ասում սուրճի դառնությունը պետք չի որ շեղի շաքարավազը բեր լցրու կես գտալ քաղցությունը թող չշեղի խառնիր զգույշ հանկարծ գտալը գավաթի պատին աղմուկ չառնի եթե աչքերը սառել են առավոտ կանուխ ուրեմն հայացքդ անցնելիք ճանապարհ ունի այս վաղ ժամին հյուր չեն գալիս այս նույն սուրճը խաղարկում է նաև թե սառնանը Սարատով տարբեր հատվածներում, երբ որ խոսում եմ ստեղծագործողի մենակության մասին, այդ կենցաղային հոգսից կտրվելու մասին, հա, երբ որ երեխեքը քնած են ինքը խոհանոցում մենակ սուրճադնում իր համար։ Նաև ափսոսեր երեխայում, որտեղ խոսում է դե ոնց որ ինքնակենսագրականի այդ հատվածները կա, որ ժամանակին պաշտոնյա եղել, իր փոխարեն սուրճ են դրել, իր փոխարեն չգիտեմ զենքն են յուղել, շորերն են փոխել, սեղան են գցի ամեն ինչ արել են։ Ու հիմա երբ որ խոհանոցում սուրճ ասարկում ուտի բերի սենյակ աշխատի կամ կարթա գրի սուրճ խմի չի կարող այդ սուրճը բերի ասում մի սուրճ դնել էլ չստա ու այդտեղ էլ է մտածում էլ ես դառը սուրճը խմում է ասում ճիշտ է շաքար չկար մեջը բայց մեկը շաքար չեղած սուրճի համար էլ էր դառը հա այդ իհարկե ինքը գրողի ոճային առանձնահատկություն է երբ որ դու ինքդ ընտրում ես խաղարկման միջոցներ, որոնցով կարաս ոնց որ պատումդ կառուցես, բանի հետ պետք է խաղաս էլի ոնց որ տեքստ կառուցելու համար, ոնց որ հիմնվես ինչ որ բանի վրա ու ոնց որ դուրս գաս դրանից կամ ինչ որ։ Այդ բանն է էլի, այդ մաստերի այդ բանը, որ ասում էի, ուստա գրողի, այդ որ ինքը անընդհատ նույն միջոցներով, կարծես նույն բանով անընդհատ ավելի հղկում է, ավելի ուժեղանում է ու ափսոսեր երեխան ոնց որ այդ թագն է, էլի վերջին լեվելն է, որ ինքը հասնում է ու երևի թե ենթադրում եմ, որ դրանից հետո
արդեն երևի փորձել չի կատարել էլի այդ ճանապարհը մտնելու, որովհետև համարել է, որ երևի էս էր էլի գագաթնակետը ու ամենայն հավանականությամբ նոր բան փորձելու էլ ուժ չի ունեցել, այսինքն ցանկություն ուժ, չգիտեմ։ Ես մի ուրիշ բաներ եմ ընտրել, մի ուրիշ բաներ եմ տեսել, նոր է դրա մասին մտածում, որ խոսում էիր, այսինքն գծեր կան, չէ, իր գրականության մեջ, որ ամենտեղ երևում են, չգիտեմ, այդ երկրորդ գիծը երևի ամենաուժեղը այդ մենակության գիծն է, ստեղծագործողի մենակության գիծն է, նույնիսկ նոր հատված էի գտել այս ափսոսեր երեխայում, որտեղ ինքն իրան անվանում է մենակ։ Ասում արդյոք քո որդին քո կորցրած մանկության որոնումը չէ։ Զգուշորեն Երման Սուրճի առաջին կումը անելու նման մտածեց մենակը։ Այս եթե նույնիսկ չգրեր ես ու մենակը մեծատարավ է գրել, այսինքն ինքը ցույց է տալի, որ հերոսը մենակն է։ Այդ պատմվածքի գործող հերոսը մենակն է, էլի։ Եթե նույնիսկ չգրեր ես մենակի մասին, իր բոլոր գործերում 78-ից սկսած մինչև վերջ էլի, այդ բոլոր գործերում դու այդ մենակության այդ մենակի կերպարը անընդհատ տեսնում ես, այդ մենակության զգացողությունը կա։ Ու տեքստը նենց է շարադրված, այսինքն բառերը նենց են ընտրված, նենց են իրար հետ ագուցված թեկուզ ես, անգլերեն ասում են tailoring, կարված էլի, հա, այդ ձևված է, էլի, ոնց երևի հայերեն ձևված ավելի ճիշտ կլինի, որ դու ոնց որ մաշկով զգում ես այդ իր մենակությունը։ Հա։ Ու մենակությունը, այստեղ ֆիզիկական մենակության մասին չի, որովհետև երբ որ սկսել է գրել կամ այսինքն հիմնական պատմվածքները որ կան, առնվազն այս երեքը նաև որ մենք քննարկում ենք, այստեղ արդեն հերոսը ամուսնացած է, երեխաներ ունի, հա, այսինքն այդ ֆիզիկական կամ սոցիալական մենակությունը չի։ Կարգավիճակի մենակությունը չի, էլ ինքը հոգեբանական մենակությունն է, ստեղծագործողի այդ ստեղծող մարդու մենակությունն է, որ այն որ մի ուրիշ տեղ ասма չէ, ինչի դերես որ ինքդ քեզ հերիք ես, այդ ինքդ քեզ հերիքելու պայքարն է ոնց որ էլ։ Գիտես ինչ կա, տեղ հետաքրքիր, որ ինքը այդ բոլոր գործերում առաջին երկուսում ամեն դեպքում, եթե վերցնենք այսօրվա դիտարկման համար, ինքը կարծես ինքն էլ է որոնում այդ մենակությունը, ու մենակությունը կարծես ինչ որ շնոր է համարում իրան տրված, որտեվ ենթադրում է, որ այդ մենակությունն է, որ գրելու բան է տալիս իրան, էլի։ Այսինքն էլ եմ ասում, իր տիպի գրականությունը հենց այդ է, որ ոնց որ կողքը ինչ կատարվում է, այդ աղմուկը, այդ բարդությունները, այդ կենցաղը, որը խանգարում է իր մտքին։ Ինքը դրա համար միշտ առանձնանում է, որ իր միտքը պայծառանա, որ ինքը կարողանա այդ պայծառատեսության այդ հետ գնալու գրականությունն է նաև անընդհատ, այդ որ ինքը այդ չեմ հիշում 3-ից որ գործի մեջ էր, կարծեմ հենց առաջինի մեջ էր, այդ որ ինքը սպասում է, որ այդ հոտը, որ ինչ որ ծանոթ հոտ է իրան պետքա տանի հետ այն օրվա մեջ, որի մեջ ինքը ինչ որ կարևոր բան է տեղի ունեցել իր հետ, էլի։ Այսինքն այդ հետ գնալու գրականություն, ու այստեղից միանգամից ես ոնց որ հետաքրքիր sense թե տեսքով իր բանով ինքը իմ համար նմանություն է տալիս, չգիտեմ, եթե նայել եք թե չէ, այնտեղ Սորենտինոն մի հատ ֆիլմ ունի, The Great Beauty, ոնց կասես, չգիտեմ, հայերեն, հիասքանչ գեղեցկություն կամ մեծ գեղեցկություն, այդ դրա մասին մի հատ ֆիլմ կա, որի հերոսը հենց կարծես այդ 60-ի մոտ 60 տարեկան գրող է, որը ջահել ժամանակ ինչ որ բան է գրել, ուժեղ գործ է գրել, ընկել է հետո այդ բոհեմի մեջ, եթե Վանոյին էլ վերցնենք, էլ իրոք ասենք ինքը այդ ջահել ժամանակ մի հատ ուժեղ գիրք է գրել, հետո այդ ոնց որ այդ парքի ֆոնի վրա այդ ամբողջ իր կյանքը կարողացել է ապրի։ Այսինքն ինքը տոկոսներով էլի։ Հա, պակաս չի ունեցել ոչ մի բանի, ոչ ուշադրության, ոչ բանի, բայց հասել է 60 տարեկան ու ուզում է հետ գնա։ Մի հատ հասկանա լավ այդ որտեղից էր այդ իմպուլսը որտեղ է, էլի, բանանում ու այդտեղ ֆիլմի մեջ հետաքրքիր բան կա, ինքը ոնց որ դիմում է մի հատ կնոջ, որը համարում են որ սուրբ է, ու այդ սուրբ կինը ոնց որ ինչ է ասում իրան, ասում է բանը, ասում է գիտես ես ինչի եմ բաներ ուտում, սերմեր ուտում մենակ, ասում է ինչի, ասում է որովհետև սերմերը կարևոր են, էլի, ոնց որ այդ սկիզբը կարևոր է, էլի, այդ մի քիչ ինքը իհարկե տենց ոնց որ մի քիչ հումորը բանը շատ է, սարկազմ կա այդ ամեն ինչի մեջ, բայց նաև կա այդ զգացումը, որ
կարող է եւ հումոր չի, կարող է լուրջ միտք Իրոնյան է, էլի, հա շատ հետաքրքիր բան կա, էլի, իրոնիկ տենց բան կա, որը ու Վանոն էլ եթե նայենք, ոնց որ ինքը ամեն անգամ երբ որ փորձում է գրականություն գրի, կարծես այդ գրականությունը պիտի լինի երեխայի մասին, իր մասին որպես երեխա, այսինքն այնտեղ որտեղ ինքը իրոք հավատացել է, որտեղ այդ իրոնիան սարկազմը չեն եղել, որտեղ ինքը իրոք սկսել է, այսինքն սկզբի գնալու ինչ որ անընդհատ միտում է, այնտեղ առաջին ստեղծագործության մեջ այդ հոր բանի պահը կա, հոր մահվան այդ պահը կա, որփության, չէ։ Որփության թեման կա, որ այդտեղ էլ մի հատ բան կար, ես Որփության, բայց արդեն 50 տարիքում, երբ որ 50 տարիքում, հա։ Ինքը էլի բան է, էլի, ոնց որ ինչ որ պերեխոդ է, էլի, մարդու կյանքում հասունացման ինչ որ նոր փուլ է, որը ոնց որ Վանոն դրա մասին է գրում, էլի, այսինքն ու ոնց է, էլի, ինքը այդ միտքը եզրափակում, ոնց որ ասում է կյանքը ապրում ենք, կյանքը հովորփանոց չի, ոնց որ ապրում ենք, ապրվում է։ Հա, նկատի առնելով, որ ոնց որ չի նվում դրանից, բայց նաև ոնց որ փորձում է հասկանա այդ ինչա լավ հիմա ոնց որ քեզ համար ֆիքսես որ ընթացք կա անկախ քո անկալումներից անկախ քո կամքից չես կարող այդ ընթացքը դադարեցնես քեզից առաջ եղել է քեզից հետո լինելու է ու ուղղակի ոնց որ փորձես ոնց ասեմ գտնես քեզ այդ ընթացքի մեջ իմաստաս քեզ այդ ընթացքի մեջ ինչ որ նաև փորձես կասեցնես այդ ընթացքը օրինակ հատվածներ կան չէ որ ասում է ոնց որ սպասում էին հետ գնայի գյուղ ծնողներից տենայի բայց ես կարող գայի անցնեի չմտնեի գյուղ կամ ասենք մտածում էի հայ շաբաթ կգնամ ականջի հետևեի գցում անընդհատ չէի գնում այդ հոգեբանորեն ոնց որ դու ինքդ ոնց որ այդ մանկությունից պատանեկությունից այդ ընթացքից հա ծնողների այդ ընթացքից որ գիտես որ մի օր հեռանալ են մի օր մահանալու են որբ մնաս դու ոնց որ գիտակցորեն թե ենթագիտակցորեն փախնես այդ թեմայից ոնց որ Դա թվում է շատ հարազատ թեմա է ոնց որ չտենամ ավելի թեթև կլինի կամ եթե խոսքի չգնամ այդտեղ այդ մանկությունից չտնամ պատանեկությունից ծնողներից չտնամ միգուցե այդ ընթացքին խափեմ էլի որովհետև դու գիտես որ այդ ընթացքը մեկը լինում է կա գնալու է մեկը բայց դու ոնց որ չասեմ ջայլամի պես փախնես բայց ոնց որ փորձես քո սեփական ընթացքը պարտադրես դրան էլի չգնաս այդ ընթացքով էլի ու հետո իր բոլոր գործերում այդ բանը կա էլի այսինքն ինքը զուգահեռ է մտածում է իրան որպես երեխա իր ծնողների մոտ ու իր երեխեքին որպես ու իր երեխեքի համար որպես ինքը ծնող այնտեղ նույնիսկ ռեֆլեքսիաներ ունի որ ասում է միգուցե երեխեքը ծնողների չեղած կյանքի շարունակությունն են հա ինչ որ տենց իրար ոնց որ իրար փոխանցումով շարունակում են նոր կյանքը մեր ծնողների չեղածը մեր մեջ է, մեր չեղածը մեր երեխեքի մեջ է, ու տենց շարունակում է, էլի այդ բանի թեման կա, այսինքն այդ ինչ որ հասունացման փուլերի, հա, հասունացման շրջանի ռեֆլեքսիաները կան, արդեն տարիքն առած մարդու այդ Տոնի Սերվիլոնն է դեպ այդ գլխավոր դերում բանի Great Beauty, Տոնի Սերվիլոն նաև հիմնականում Սորենտինոյի բոլոր ֆիլմերում խաղում է, էլի այնտեղ բանում էլ է խաղում, եթե չեմ սխալվում են Աստո ձերքում էլ է ինքը խաղում համարյա բոլորում այո համարյա բոլոր ֆիլմերում կա ու այդ իր կերպարը Բերլուսկոնի դերել է խաղացել իջանոց էլի Բերլուսկոնին եթե վերցնեն որպես արդեն քաղաքական գործիչ եթե համեմատենք էլի Վանոյի հետ ինչ-որ հետաքրքիր բաներ կա էլի այսինքն այդ տղայական կերպարը որը ոնց որ հասել է այդ իշխանության ու ինտելեկտ ունեցող մարդ է այսինքն ինքը այդ չոր ասենք այդ քյարթու վիճակը չի, բայց էդ էլ կա, հասկանում ես այդ Վանոյի այդ երկակիության հարցը իմ մոտ ու ես ինչի էլի մեծ տարիքում մի քիչ սկսեցի Վանոյին այդքան շատ չսիրել, որպես ինչ չսիրել, որպես մտածող, ինչ իմաստով, որտեվ ինքը փակուղային մի քիչ մտածող է, այդ շարքը իմ համար ոնց որ հայ գրականության ինքը սևակն էլ կա, ինքն էլ կա, գիտես այդ ինքդ քեզ բարձացնելու մնացածի հաշվին ինչ որ այտենց մի հատ բան եմ նկատում էլի նեղացվածության զգացում ինքդ քո բարձրությունը գիտակցելու մնացածի ցածրությամբ այդ ընդգծելու զգացում հա ու այդ հայ հասարակության վրա շատ լուրջ ազդեցություն է ունենում էլի նու Վանո այդքան շատ չեն կարդացել բայց սևակի
օրինակ եթե վերցնենք այդ մարթել կա մարթել, այդ ոճի բանը, ինչ որ քյարթու բան կա դրա մեջ, էլի, որ ինձ միշտ ոնց որ խանգարել է, թեև իմ մեջ էլ կա, բայց ոնց որ դու չուզենաս, որ այդ զարգանա քո մեջ, հասկանում ես, դու չես ուզում, որ դու այդ գծով գնաս։ Ու այդ առումով ոնց որ ինչ որ կռիվ կա իմ մոտ Վանոյի հետ, էլի, գրականության։ Ուզում ես ասես գրականության ոճն հենց է, որ չի ընդունում մարդկանց ոնց կան։ Ուզում եմ կտրվի այդ աշխարհից ինքը իր սեփական աշխարհ ունենա, չէ՞։ Որովհետև օրինակ բանը կներես հիմա այս միտքը կան հիշել եմ շարունակեմ։ Երկրորդ այդ տրիոլոգիայի երկրորդ գործը Սերար Սարնարանը Սարատով իմ սիրածը իմիջիայլոց ամենը։ Ես էլ եմ շատ սիրում, հատկապես այնտեղ հատվածներ կան։ Այդտեղ երբ որ նայում ես, երբ որ նկարագրում է ուժ խորհրդային հասարակությունում հարաբերությունները, մարդա, որը գրողը ջեբը փող չունի Սարնանը դատար կա մի հատ, չգիտեմ, մի հատ կապտած հավիճ ու տա մնաց է երեխեքի համար պիտի զատիկի ձու առնի ներքի, որտենց կենցաղի մեջ թաղված կիսախքատ մեկնա, որը, չգիտեմ, ամսից ամիս մի ձև ձգում է մինչև հաջորդ աշտավարձը ստանա, ուզում է լիքը բաներ անի, ընկերների համար, կնոջ համար, ընտանիքի համար, բայց փող չունի, տենց ոնց ասեմ։ Ու երբ որ ինքը նկարագրում է այդ ուժ խորհրդային շրջանի սոցիալական աշխատանքային հարաբերությունները, այսինքն գնում է խմբագրությունից խմբագրություն, փող է խնդրում իր գրած հոդվածների հոնորարներ եւ այլն, ու իրան չլում են, աճ ծաղես, թուղթը բեր, այսօր վաղը, դու տեսնում ես, որ ինքն հենց կերպարներ է ստեղծում, որոնք իհարկե ինքը նկարագրում է այդ կերպարներին, որ այդ կերպարները իրենք էլ են իրենցով դժբախտ։ Այնտեղ մեկը կա ասում է ոնց որ նստած է մտնում է ինչ-որ խմբագրություն հաշվապահության բաժին է մտնում 3 կին են նստած մի տղամարդ ասում է այս տղամարդուն սուսուփուս ձեն չի անում գլուխը կախ ինչ-որ թերթեր է անում ասում է երևի ծանոթով տեղավորել են ասել են մի 2 շաբաթ ձգի մինչև գործ ճարի հեսա բայց որ պետք է լինի 2 տարի էլ կձգի բայց եթե հանկարծ այդ իր գործեղը ասում իրան մենակ քրեական օրենսգին կկանգնեցնի ուժեղ հատված է այդ բանն է էլի այդ յանի կոռուպցիա բան էս աղալու ավերի տանի էլի ասպա ճիշտ է այտենց համար եզա կոպիտ ասած այդ 2 տարի էլ պետք է լինի տե կփդի բայց թե բռնեց էլի կոպիտ ասած քրեական օրենսգիքն է դեմը չի առնի այսքան բայց ինքն դենց է կառուցում այդ կերպարներին այդ սոցիալական հարաբերությունները ոնց որ այնտեղ բոլորը կաստիլ բոլորը կաստիլ են այո բոլորը ուզում են հատուկ իրան տանջեն որովհետև ասում եմ ոնց որ հաշվապահություն գնացի փող ուզեի հետո ասեցին չկա ասեցի բայց շատ է պետք երեխեք ունեմ ձուպտի ներկեմ վերջ ասма Քրիստոսը նրա համար չի զոհվել որ երեխեքս չներկաս ձուտ են բան հա ինչ որ տենց հումորներ անում բանման այդ մարդիկ էլ ավել են գժվում դրանից, որովհետև շատ մի կողմ չոր բան կա, ոնց որ այսօր այդ օրը չի, կամ ստեղից պետք է ստանալ գնաս։ Այո, ինքն հենց է նկարագրում, որ տենց ինքը ոնց որ մի 1-2 աստիճան բարձր է այդ մարդկանցից, այդ մարդիկ ոնց որ տենց ոնց ասեմ, անհույս հոմոսովետիկուսներ են, այդ սոցիալական հարաբերությունների իմաստով, ինքը դրանից բարձր է, շատ է հասկանում, շատ է տենում, որ ասում է հա հումոր կարամ անեմ, բայց հետո փողը թթվի վրաս փող չեն տա ավելի լավ սպասեմ հումոր չանեմ էլի սա դրան էլ արժանի չեն էլ ինչ որ տենց ռեֆլեքսիաներ ունի չէ գործի մեջ այդ բանը զգացում է այսքան այդ էգոն շատ մեծ էգոն որ ես ոնց որ իրանցից մի քայլ բարձր եմ իրենք չեն հասկանում կամ չեն ուզում հասկանան կան ուղակի չգիտեմ այդ սիստեմի վինցիկներն են եւ այլն այդ բանը կա ու ինքը ոնց որ ինքը իհարկե բնականորեն է նկարագրում իրանց այդ միջավայրը ինչ որ արհեստական կերպարներ չի ստեղծում բայց այդ էգոն անընդհատ իդեպ այդ էգոն զգացման նաև Դովլաթովի մոտ ես օրինակ շատ ժամանակ եմ համատում սրա հետ որտեղ Դովլաթով հորես արև ես պետք է ասեի ես վիճակն կարա շարունակես չէ ասա Դովլաթովի մոտ էլ այդ ոճը զգացում որ գիտես որն է դա ես կարծում ինչ որ տեսակ կա հատուկ ուժ խորհրդային մարդու ինտելիգենտի, որը թաղված է կենցաղային խնդիրների մեջ, որը ունի ընտանեկան խնդիրներ, չունի հիմնական ֆինանսական միջոցներ, կայուն կյանք չունի, բոհեմական կյանքա վարում, թեև դրա ռեսուրսներն էլ չունի, դրա արդյունք, բայց նաև քաղաքական խնդիրներ ունի սիստեմի հետ, թեև քաղաքական թեմաներով չի գրում եւ քաղաքականությունից չի խոսում,
բայց այդ համակարգի ցենզորները մաշկով զգում են, որ իր գրականությունը նույնիսկ եթե մի տար չկա, այո, եթե նույնիսկ մի տար չկա, մի տող չկա, քաղաքական գրականություն այդ իմաստով, այսինքն ըմբոստության, բողոքի գրականություն է, ընդ որում ուղիղ չի ասվում, բայց դու զգում ես մաշկով, էլի, որ ինքը բողոքի ոնց որ սիստեմից դուրս գրականություն է, ճոգում ես ոնց, նույնիսկ որովհետև կարա լինի բողոք հայոյանք, չգիտեմ, գնաս պետության ղեկավարին սրան նրան հայոյես, բայց ինքը սիստեմի մեջ գրականություն լինի։ Նախորդ անգամ որ խոսում էինք այդ հաշվարկած Բրոդսկին նենց էր կյանք ապրում, ոնց որ սիստեմից դուրս լիներ։ Բայց գրականության ձևեր կան, որոնք ոնց որ սիստեմից դուրս լինեն ու դրանով են դառնում այդ սիստեմի աչքի գրողը, էլի։ Այդ առումով օրինակ այդ Վանոյի գրականությունը շատ նման է բանի գրականության։ Ես անգամ զգում ամեն դեպս։ Այդ կենցաղային խնդիրները անգամ այդ շատ նմանատիպ են, իմիջիայլոց չգիտենք երբևէ Վանոն կարդացել է, որտեվ այդ թվերին, որ ինքը, բայց այդ թվերին, որ ինքը գրել է, Դավլատով տենց ասոբը չի տպվել, նկատի ունեմ կարող է եւ անգամ ուղղակի մոտ է այդ ժամանակի մեջ այդ պերսոնաժները չեն կարող ուրիշ ձև լինեն ենթադրելի։ Իրանք ժամանակի, ոնց ասեմ, այդ ժամանակի ծնունդն են, էլ իսկական այդ սոցիալական բարքերը քաշել են իրանց մեջ, այդ նույն կնոջ պահը Դովլատովի մոտ կա, որ կինը ոնց որ ասում է, ես էլ չեմ ուզում ճղած կալգոտկա հագնեմ, ես գնում եմ Ամերիկա ոնց որ ու Վանոյի մոտ էլ կա այդ որ ասում է, այս փողը ստանամ, գոնե մի հատ շրթներ կառնեմ, ոնց որ ինչ որ անընդհատ պայքար լինի, դե ի վերջո նաև հիշում ենք, որ ոնց որ բրուտալիզմը շատ այդ ժամանակ հայր իշխանական վիճակա ու տղամարդու կերպարը ոնց որ շատ կոնկրետ է, ու ինչքան է դու համարում ես, որ դու գրող ես, քեզ բարձր ես համարում, բայց նաև կա այդ թերարժեքության զգացումը այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ համակարգի մեջ կարողացել են իրանցը գտնել, ինչ որ այդ Դավլատովը ունի, չէ, որ ասում է մի հատ կետ կա, որ ասում է այդ Վանոյի մոտ է տես մի հատված կես բանում Սերար Սարունյանը Սարաթյանը, որ ասում ուղարկեցին տեղակալի, պետի տեղակալի մոտ, եթե մակագրեր բանս հոնորարս կստանայի, ասում պետի տեղակալին ֆակուլտետից է ճանաչում, բանասիրության համալսարանից է։ Ասում կոմերիտ միության, ասում կոմերիտականների նախագահն էր ու լավ էր սորում, բայց չեմ հիշում, նախագահներ դրամար էր լավ սորում, թե լավ էր սորում դրամար։ Այդ կապ, ինքն այդ իրոնյան, այդ նուրբ հումորը, Ի վերջո նաև կարելի է ասել, որ այդ սովետական միության այդ ներքին պայքարի ինչ որ բան է, այսինքն հասարակության ներսում խմորվող ինչ որ բան է, որը ի վերջո նաև Վանոյի դեպքում իր կյանքի բերումով ինքը վերածվում է այդ պայքարի ոնց որ կարևոր կերպարներից մեկն է։ Իր քաղաքական գործունեությունը այդ իր գրականության օրգանական շարունակությունն է։ Իմիջիայլոց այդ պահն էլ էլի որ մարդիկ շատ կան, որ ասում են օրինակ Վանոն լավ գրող է, բայց այդ քաղաքական մոմենտները բանման տես չի։ Իրականում Վանոն ոնց գրող է, այ հենց այտենց էլ ինքը քաղաքականության մեջ է, շատ օրգանիկ նույն ձև մտել է ու այդ էգոյի պահը էլի, այսինքն այդ կիսա դիսիդենտությունը որ կա այդ մասայի մեջ, որը նաև կա Ռուսաստանում, բան բոլոր երևի սովետական, հետսովետական թեմաներում կա, ինքը մոտավորապես այդ մեծամտության զգացումը ժողովրդի նկատմամբ, ինքը նաև իրանց իշխանության ժամանակ կա։ Օրինակ ես նկատել եմ, որ Լևոնից ու Վանոյից ինչ որ առանձնահատուկ զզվանք կա։ Ժողովրդի մի հատ տոկոս կա ժողովրդի, որոնք ոնց որ իրանց վրա սնոբիզմը չեն կարող տանել, չէ՞։ Չեն կարող տանել։ Կամ միգուցե ես օրինակ մտածում եի, միգուցե ոչ միայն սնոբիզմն է, այլ կարա նաև այն լինի, որ դե դուք ձեզ ասում եք մտավորական եք, ինտելեկտուալ եք, ազգի ոնց որ սերուցքն եք, ուրեմն ձերից սպասելիքը 100 անգամ ավելի շատ է։ Դե որ 100 անգամ ավելի շատ է, բայց ես ում բերեցիք մեր գլխին, կոպիտ ասած, ուրեմն դուք ոնց որ քառակի եք պատասխանատու աղբյուր ջան։ Որովհետև գիտես կոպիտ ասած ոնց որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեպքում սպասումներ շատ չկան։ Դու տեսնում ես, որ չգիտեմ, կոմերսանտ ապիներ են օրինակ կամ ինչ որ տենց վեհ բաներից չեն խոսում, հա, տենց կենցաղով այդ բան կոմերիտականներն են էլի, որ ասում կոմերիտ միության բաներ։ Հա, ի վերջո լավ սովորող, չգիտեմ, լավ էր սովորում դրա համար էր կոմերիտ միության բան, բայց օրինակ Լևոնն ու Վազգենը իրաց դիրքավորում էին այլ լույսի ներքո։ Լևոնը Վազգենը Վանոն, այո։ Այդ երամիասնությունը էլի մեր ոնց են ասում հիմնադիր հայրերը էլի։ Այո։ Իմիջիայլոց ամենահետաքրքիր բանն է հայ նորագույն գրականության, բայց գրականության գծով, որովհետև Ղարաբաղյան շարժման դեպքում ուրիշ հիմնադիր հայրեր կան, էլի, որ չես կարող ուրանաս։ Հա։
Այդտեղ Այդ առումով Հայաստանը հա բանասիրական ֆակուլտետի զոնա, բանասիրականի ու պատմության ֆակուլտետի զոնա էլի եւ հա ոնց որ ու բանի պահ կա էլի այդտեղ մի հատ հետաքրքիր բան կա այդ որ ոնց որ դուրս է գալիս որ իրանք այդ կոմերիտականներին հաղթում են ի վերջո 90 թվին 90-ականներին հաղթում են ու հետո բայց հետո կոմերիտականները վրեժ են լուծում հետ են գալիս ու շատ խիստ են իրանց նկատմամբ վարվում ասենք Վանոյի նկատմամբ ամենախիստն են վարվում նու եթե Վազգենին չգիտեմ չեմ ուզում այդ թեմայի մեջ խորանալ Վազգենի հետ ինչ եղավ բայց ի վերջո Վանոյին ոնց որ բան թշնամ Տեր-Պետրոսյանը գնում է Մհերի քարանձավ, ասում է մինչև մաս բանը, ինչա ծորենը քանց մասու չդառնա դուրս չեմ գալու։ Վազգենը սպանվում է, Վանոն էլ ակսորվում է, էլի։ Հա, Վանոյի նկատմամբ դաժան բան է, էլի իրականում լինում, որովհետև այդ բան կա, էլի, այդ սոցիալիզմի այդ մարքսիզմի մեջ որ կա, էլի, այդ անցանկալի տարը, էլի, ինքը ոնց որ թշնամի բան է, էլի, պրոլետարիատին թշնամի Դե ինչ որ օրգանիզմի մեջ որ ինչ որ վիրուս է մտնում, հա դրսից կամ ինչ որ շատ ներսից միգուցե ինչ որ խորտ մարմին է մտնում, խորտ մարմին է ինքը, էլի։ հա Իմունիտետը միանգամից միանում է այդ խորտ մարմնին ոչնչացնելու համար, չէ՞, այդ Վանոն օրինակ այդ առումով ինքը բան էր։ Ինքը էլի սովետական մարդ է, դու գրականացից տեսնես որ ինքը սովետական մարդ է։ Բայց օրինակ Մաթեոսյանի պես չի, օրինակ Մաթեոսյանի գրականությունից դու ճոգում ես, որ ինքը սովետական համակարգի հետ խնդիր ունի այնքանով, որ այդ համակարգը մի քիչ արդար չի, մի քիչ ճիշտ ուղով չի գնում բանման, բայց ինքը այտենց ավելի սովետական է, էլի։ Վանոն ոնց էր չգիտեմ, լեզուս կֆորասում թե չի, բայց դիսիդենտ գրողոտ ինչ-որ բան տարեր ունի դիսիդենտ։ Հա, եթե օրինակ Մաթեոսյանը կար հանգիստ խորհրդային Հայաստանի խորհրդանում լիներ եւ այլն, այսինքն համակարգային մարդ է ինքը։ Հա, հա։ Թեև այդ համակարգայինը չես կարա համատեսել, որովհետեւ գիտես ոնց այդ խորհրդային միության փլուզումից հետո կամ այդ դիսիդենտական շարժման աստվածացումից հետո, հա, այդ ընդդիմություն լինելու գաղափարի աստվածացումից հետո մի քիչ ոնց որ բանն է, էլի այդ գծերը շատ արդար չեն, էլի որ համակարգի մեջ եղած մարդիկ Հա, ոնց որ դիսիդենտները աստվածներ են հռչակվում, իսկ այդ համակարգի եղած մարդիկ համարում են բաներ, ռեժիմի ստրուկներ, էլի, ռեժիմի համբալներ, էլի, ոնց որ այտենց ռեժիմի հետ ոնց որ համագործակցողներ, էլի, բայց իրականում այտենց չի, որովհետև նյուանսները շատ են, էլի, այդ առումով օրինակ Մաթեոսյանի գրականությունը, ոնց դու ասացիր, ավելի որակել է, քան Վանոյի գրականությունը, որովհետև Մաթեոսյանի գրականությունը այդ գույների ամբողջ պալիտրան բացում է, էլի, այդ հասարակության բոլոր շերտերը բացում է, մարդու մեջի շերտերը բացում է, իսկ Վանոյի գրականությունը ինչ տպավորություն է թողում, էլի, այդ որ я Դ'Արտանյան ավելի գավնո, էլի, տենց ոնց այդ բանը կա, դու այդ զգում ես։ Իհարկե ինքը որակել գրող է, ոճային գրող է, շատ այսինքն տեքստը շատ բարձրակարգ է։ Հա, պետանտ գրող է, ամեն նախադասությունը բայց այդ հոտը զգացվում է, էլի, որ ես Դ'Արտանյանն եմ, դուք գավնոն եք, էլի։ Հա, կա այդ իրականում կա ու այդ ինչ որ տարիքում իմիջիալոց այդ քեզ շատ դուր է գալիս, բայց ինչ որ տարիքից հետո սկսում է դա հա նյարդայնացնել, էլի, որտեվ դե երիտասարդական ռոմանտիզմ կա, որտեղ ոնց որ դու պիտի ամենաուժեղը լինես, դու պիտի ամենաճիշտը լինես, դու պիտի ամենամաքուրը լինես, դու պիտի ամենաազնիվը լինես, ու բոլորը գավնո են, դու հենց մենակ դու Դ'Արտանյանն ես, բայց հետո ընթացքում ճոգում ես, բայց այդպես չէ, էլի ոնց այնտեղ էլի գույներ կան, էլի ոնց սև ու սպիտակի արանքում այդպես իմիջիալոց մոխրագույնի 1000 երանգ կա, էլի։ Հա, իմիջիալոց ոնց որ սիրելի լսողներ, չգիտեմ դուք ձեր կանանց տղամարդկանց հետ ինչից եք խոսում, ես այս վերջերս կնոջս հետ քննարկում էի այդ ինչ որ զարգացման ինչ որ էտապներից ու մի հատ էտապ կա, որ ոնց որ դու այդ էտապում հասկանում ես, որ դու աշխարհի կենտրոնը չես։ Իմիջիալոց այդ ոչ մի բանի մասին չի խոսում, բայց մարդկանց երևի 90+%-ը դրան չի հասնում երբեք։ Այդպես է սկիզբն է, հա։ Չէ, իդես որ բա, որ չափահասության սկիզբն է, բայց ծնողները թողում են, դու արդեն ծնողների կենտրոնում չես, մտնում ես մեծ աշխարհ, այնտեղ էլ տենց ոչ մեկն ես ուղակի։ Հա, այդ զգացումը, որ դու ոչ մեկն ես, շատերը միջև կյանքի վերջ չեն ունենում։ Ու միշտ այդ բանը գնում է պայքարը, որ ոնց որ դու հատուկն ես, չէ՞։ Կողքինները այդ Դ'Արտանյանի էլի գաղափարն է, էլի ոնց որ ու շատ մեծ տոկոս մարդիկ։ Դե բայց ինքը բնական է, չէ՞, մյուս կողմից։ Հիմա ասենք պատկացա ապրես այն մտքով, որ դու բան ես։ Ոչ մեկ ես, հա, փոշի։ Այդ որ 7 միլիարդից 7 միլիարդ մեխի գլխից մեկն էլ դու ես։ Հա։ Այսինքն այտենց ապրելն էլ
մի բան չի։ Ծանր է, ասենց ասեմ։ Ծանր է, բայց ամեն օր զարթնես իմանաս, որ դու մեխի գլուխ ես, բայց դու համաձայն չես, որ դա ավելի adekvat հայացք է։ Ոնց ես դու նայում։ Օրինակ դու ռոմանտիկ մարդ ես այդ իմաստով։ Այո, ես տենց համարում եմ, որ մեխի գլուխ չեմ, ինձ դա օգնում է ապրել, բայց նաև անընդհատ հիշում եմ ու նաև ոնց են ասում, փոխում եմ բաները, որ նաև մեխի գլուխ եմ։ Միքս է ինքը։ Հիմա օրինակ դու որպես գրող գրող ես, դու գրում ես մարդկանց համար, որ կարդան, այսինքն էգոտ ես, էգոից ես մեկնարկում, փորձից ես մեկնարկում, մտածելուց ես մեկնարկում, Վանոն ոնց ասում, ասում է մտածելու ընդհանրակությունը կորցնել պետք չէ ամեն պարագայում, իսկ գրելը մտածելու լավագույն ձևն է։ Մտածում ես, չէ, ինչ որ ուզում ես գրես այդ, այսինքն գրելով ես մտածելու ձև ունես, միտքը նա որ դու այդ 7 միլիարդ մեխից մեկ, մեխի գլուխ չես, չագու չես գոնե կամ չգիտեմ, մեխի գլխի ինչ որ կապարի չես, որ կոպիտ ասած ես գրեմ դուք կարդացեք, առնվազն գրողի ու կարդացողի դիստանցիա ունես դու ամեն դեպքում, էլի, բայց իհարկե գրելուց էլ, որովհետև քենից ավելի լուրջ գրողների ես կարդացել, քենից ավելի ուժեղ գրողների ես կարդացել, արվեստի ուրիշ գործեր գիտես, կյանքում ուրիշ մարդկանց ես տենում, դու գրելուց էլ ես դա ընդունում, որ դու գիտես ոնց է, օբշի ես Դարտանյանն եմ, բայց մեկը զուգահեռ մեխի գլուխ եմ։ Օրինակ դա Վանոյի գրականությունում կա, մենք դա տեսնում ենք։ Ու դա որակյալ գրականությունը կա, էլի։ Այդ հատված կար մի հատ շատ հետաքրքիր, այդ որ ինքը խոսում է այդ Սոմալի որբերի բանի մասին, որ ոնց որ այնտեղ սոված մեռնում են, ասում է երևի հարևաններն էլ քեզ են, ինձ են այտենց նայում, էլի։ Ասում է շատ մի բան արա, էլի։ Այդ իրոնիան կա, այո, այդ իրոնիան կա։ Չէ, ես իմիջայլոց այնպես չի էլի այդ իմաստով, այտենց ինչ որ Վանոյին գցում եմ ինչ որ ներքև բան, բայց ուղղակի ուզում եմ ասեմ դե չափը բաժինները մի քիչ զգում ես։ Նայ, կան տարբերություններ, օրինակ նայ Եթե վերցնենք Մաթեոսյանին, որը մեր Լև Տոլստոյի ինչ որ բան ունի, էլի իր մեջ, ինքը ոնց որ այդ հանուրի զգացումը, բոլորի զգացումը, անհատի ամենափոքր անհատի կարևորության զգացումը, շատ ավելի շատ է իր մեջ կրում։ Ինչ որ քրիստոնեական մակարդակի բան կա Հրանտի մոտ, հասկանում ես, այդ իրոնյան սարկազմը, այդ ամեն ինչը level-ը չի անցնում։ Հասկանում ես, ինքը մարդկանց է միկրո մակարդակի շատ զուսպ այսինքն կարող խոսքի մի, չգիտեմ, 80 էջից 40 էջ կարդաս, մեկը միտեղ գրած լինի լավատեսական հետույքները, չէ՞։ Իր մոտ ավելի դոզավորված է այդ ամեն ինչը ու Հրանտի ինչ է ասում այդ մի հատ ոնց որ կերպարի գրականությունը լինի Վանոյի գրականությունը, իմիջիալոց այդ ընդհանրապես չի ցածրացնում Վանոյի գրականությունը, էլի ուղղակի Հրանտին է ավելի ոնց որ մեծացնում։ Հրանտը մի հատ կերպար ունի, այդ էլի քաղաքային կերպարը ինքն է, էլի իր կերպարն է, որը շատ լավ նկատելի է Հաղարծինում ու շատ լավ նկատելի է նաև Խումարում, որի մասին իմիջիալոց խոսել ենք, այդ ամուսնացած տղամարդու եւ այդ ուրիշ կանանց հետ կապված այդ թեթև սիլիբիլիի այդ ոչ մի բանի չտանող ֆլիրտի, որ ուղակի ոնց որ տղամարդկային էգո շոյելու ինչ որ ձև է, այդ կերպարը այդ Հրանտի Վանոյի գրականության մեջ շատ ավելի խորքային բացվում է, ավելի հիմնական կետ բանն է դառնում, ուղղությունն է դառնում, էլի։ Վանոն այդ ոնց որ մի քիչ լկստված տղամարդու կերպարը լինի, էլի։ Օրինակ այդ ինքնարեֆլեքսիայից զատ, երբ որ որտեվ ես միաժամանակ զգացում ունեմ, որ իր գրականությունը շատ տղամարդկային գրականություն է, արական գրականություն է, էլի ոնց ասեմ, սենց, բայց օրինակ գործեր ունի, որտեղ տղամարդու հայացքից է գրած, բայց գրած է կնոջ խնդիրների մասին, կին տղամարդ հարաբերությունների մասին, կանանց սոցիալական կարգավիճակի մասին, հա, բաների մասին, մարմնավաճառ կանանց մասին, այդ դիրքից է գրած կամ ամուսնու դավաճանության մասին, կնոջ ընկալումների մասին, հատկապես մի քանի ուժեղ գործ ունի, չտեսության հովիտը, բանը հերնարիծած կյանքի գալուստը, հա, ոնց ինչ որ գալուստ կար, բայց վերնագրի մեջ եմ հիշում, այդ հատվածները որտեղ կարդում ես, ինքը տղամարդու հայացքից կնոջ կյանքի սոցիալական կարգավիճակի կարեկցող հայացք է։ Այդտեղ դու նաև տեսնում ես, որ ինքը ինչքան էլ էգո ունի, ինչքան էլ ասում է ես ոնց որ Դարտանյանն եմ, դուք բոլորդ ոչնչություն եք կամ գավնո եք, դու այդտեղ տեսնում ես, որ ինքը մարգինալների մասին ահա որ շատ է մտածում,
ինքը մարգինալների հայացքով գրում է մարգինալների մասին, փորձում է գոնե նայի մարգինալների հայացքով։ Միջալոց Իրանն էլ ինչ որ իմաստով մարգինալության բաներ վերաբերում։ Հենց դրան եմ բերում, որովհետև ինքը ինչքան էլ ցույց տա, որ ես Դարտանյանն եմ, իմ ընկալմամբ ես որ կարծում եմ, դա ոնց որ պաշտպանական ռեակցիա է, այսինքն ինքը գիտի, որ ինքը գավնոներից մեկն է կամ մեխի գլուխներից մեկն է։ Ու այդ ոնց որ մարսելու համար դա որ տենց չգժվի, հա, կարանա դիմադրի դրան, կարանա ընդունի դա, կարանա ապրի դրանով, ինքը ոնց որ որպես հակառակ ռեակցիա ասում է, չէ, ես Դարտանյանն եմ ախպեր, դուք սաղը տենց կոմունիստ անատերներ եք, որոնք ինչ չլում եք, փող չեք տալի, տանջում եք եւ այլն, հա, բայց դու տեսնում ես, որ ինքը ախր գիտի դա, վերջի համակարգի մեջ ինքն ապրում է, ես ու դու չենք ապրում, էլի, կամ ինքը գիտի դա մաշկով զգացել է դա ու կոպիտ ասած որպես ում մոտ էր այդ արտահայտությունը երևի թե Մաթևոսյանի, եթե ճիշտ եմ հիշում են, ասում էր սոցիալական անասունի բողոքը։ Հա։ Սոցիալական անասունի չէ, ում մոտ էր իվարկեն։ Չեմ հիշում։ Ինչ չէ, Մաթևոսյանը չէր, սոցիալական անասունի բողոքը։ Միգուցե Բակունցը կարա լինի։ Հա, Բակունցը կարա լինի, սոցիալական անասունի բողոքը։ Կամ չէ, Չարենցն է։ Չարենցն, բանի մոտ, բանտում, Երևանի ուղիչ բանտում, այո, այդ սոցիալական անասունի բողոքը։ Հիմա Իրանն էլ այդ սոցիալական բողոքը, այսինքն այդ իր Դարտանյանի դիրքում Իրան դնելը, ցույց տալը, որ ես դեզինից մի գլուխ բարձր եմ, դուք ինձ տանջում եք, բայց ես ոնց որ դիմադրում եմ ձեզ ավելի որակյալ բան եմ անում, չէ։ Այդ ոնց որ իր սոցիալական բողոքը լինի առած համակարգը, էլի, այսինքն ինքը չի ասում ես Դարտանյանը, դուք ինքը ասում է այս վիճակից ոնց որ ելնելով, էլի, ոնց որ հա, դե սա պատասխանն է դրան, էլի, օրինակ ինքնաիրոնիա էլ կա, այդտեղ բան է կա, դու նաև այդ թերարժեքություն բարդույթն ես զգում, մարգինալած իր մարգինալ լինելն ես զգում, որ փողը չի երիքում, կոֆեի փողը հազի ձգում, սառնանը դատ, սառնանը սառատով սառնանը, ճիշտ է, փոքր ղրղրմա, բայց դատար կա, չգիտեմ, փողը աշտավաշ չկա, հոնորարի 4/5 ասма պահում են իրենց, հաշվելի 4/5-ը 80%-ն է։ Հոնորարի 4/5-ը պահում են դրանց, ինչ որ չգիտեմ, հարուստներ կան, տրանսպորտով ես գնում, ասում եմ, տրանսպորտով տանջվելով գնում ես կենտրոնում սաղ սիրունների իշնում են, այնտեղ արվարձանները դու գնում ես, հա, արվարձաններում արդեն գեշ են ունեցել, որոնք այդքան էլ վատը չեն, երբ որ սիրունները արդեն իշտում վերջանում են, էլի, այդպես բաներ։ Իմիջիալոց այդ բաները չգիտեմ քո մոտ ոնց է, բայց այդ ուսանողական շրջանի իմ շատ մոտիկ, այսինքն ես այդ ժամանակ որ գրում էի ու իմիջիալոց Վանոյին ինչ որ պահի չէի կարդացել հələ, այ շատ նման մտքեր էի ունենում, էլի, այդ էլի մետրոյի հետ կապված ունեի, էլի, ասենք այդ երիտասարդական, ասենք ասենց ինչքան բաներ անում, ոնց որ պատկերացրու բարեկամությունից նստում ես, այնց գնում ես Բաղրամյան լավա, հասնում ես այդ երիտասարդական հանրապետության հրապարակ բոմբա Ռասիայից պրծնում է ու գնում է կամած այդ մարում է ու արդեն ավելի ոնց որ մի քիչ վատ հագնված, մի քիչ ավելի ոնց որ վտանգավոր մարդիկ են մտնում ու այդ սիրունները, այդ ավելի sense մոդայիկները բանան։ Ոնց որ սոցիալական շերտավորումը կարանց գումես էլի ոնց։ Մետրոյի այդ բանը քասիկության շրջաններով կարաս անցնես էլի։ Հա, ու հետաքրքիր էլի զգացումը, որը ես ունեցել եմ, անգամ կարող է գրել եմ ինչ որտեղ, բայց մայնը կարդացի։ Իր գրականությունում այդ նույն անանձրև հուլիսը, որ կա Սերար Սարնանը Սարատով, որ կա, դրանք ավելի նման են, այսինքն սոցիալական իմաստով, քաղաքից, գյուղից քաղաք եկած ուսանողի, որը նաև զուգահեռ աշխատում է, որը վաղ ամուսնանում երեխեքա ունենում, պետք է պահի իրենց փողի խնդիրն եւ այլն, ինքը այդ անընդհատ կա ու ինքը նաև հատուկ գործել ունի դրա մասին, բայց իր մեջ չի դնում, դա իր կերպարի մեջ չի դնում, անկերոջ կերպարի մեջ է դնում այդ միջամբրուկ փողը, որ կա, որը, հա, միջամբրուկ փողը կա։ Այդտեղ ըստ էության այդ իր անկերոջ կերպարի մեջ նաև իր ցավերն է դնում, որովհետեւ ինքն էլ այդ ոնց որ նույն խնդիրը ունի քաղաքում ուղակի։ Բայց եթե խոսքի իր անկերը ոնց որ իրանից ավելի խիզախ է, ուղղակի վաբանկ է գնացել, բանակից եկել է, վաղ ամուսնացել է, հոր ոնց որ քարը սարքել է, գերեզմանը սարքել է, զլի շոֆերա դառը, փողը աշխատում, ասում ոնց էր ասում էր, եզի պես աշխատում էր, գրաստի պես ծախսում, էլի, այսինքն անփողությունից խելռում էր, հենց մի հատ փող էր ընկնում ձեռը, մի անգամից բաներ անում, էլի, գրաստի պես է ծախսում էր, ու դու այդտեղ տեսնում ես էլի այդ ոնց որ
մարդու փողի հարաբերությունները, մարդու այդ սոցիալական այդ խեղճության հարաբերությունները ոնց կարա խփի գլխիդ էլի ու իր գրականությունում դու անընդհատ այդ բանը տեսնում ես ինքը այդ ոչ միայն կենցաղն ինքնին խնդիր իր համար, ոչ միայն ընտանիքն էլ գիտես ոնց է որ գրականությունը որ այսինքն այդ իր գործերը որ նայում ես շատ ժամանակ որպես ստեղծագործողի, որպես անհատի, հա, որը տենց ինքը ներամփոփ կյանք ունի, ուզում է ստեղծագործի բանը, ընտանիքը որ բեռ ոնց որ լինի իր համար։ Անկեղծ ես տենց եմ զգում, այսինքն ես որ կարդում եմ այդ տողերը, կարդում պատմվածքները, իր համար ոնց որ այդ լսի, սիրում է, նես չի որ չի սիրում, ատում է, զզվում է կամ բան անում, բայց բեռ է դա իր համար։ Դու դա զգում ես, էջերով զգում ես պատմում, դու կոմոդ ոնց ինչ բան կա օրինակ։ Հա, դե իհարկե, դա իր մոտ sense ակնհայտ է անգամ, այդ գիտես ոնց, էլի այդ մենակ մնալու բանն է, որ ոնց որ նա ինքը գիտի, որ ինքը գրող է, պետքա գրի, չէ, ինչ որ ժամանակ պետքա տրամադրի զբաղվի։ Ասենք այդ նույն խնդիրը հիմա մենք էլ շատերս ունենք, որ ոնց որ այդ ժամանակը ի վերջո կոնկրետ ժամեր են, էլի օրվա մեջ տրված, որ կարաս դու ոնց որ արթու ուղեղ այդ աշխատի, դու ինչ որ բանով զբաղվես ու այդ բնականաբար ամեն մի հատ ինչ որ զբաղմունք ժամանակ է վերցնում քեզնից էլի ուտեղ արդեն գալիս է հանգում այն բանը ոնց որ մեծ մասս ինչ է անում ասեն գիշերը չքնելու հաշվին ինչ որ բանի հաշվին ես դու իրականում ստեղծագործում էլի եթե այդ ստեղծագործելը դու ասենք եթե էլի եմ ասում էլի Լև Տոլստոյը չես կամ ասենք Հրանտ Մաթեոսյանը չես բանի 70-ականների վիպուսկ էլի արդեն որ դու հելել ես ծիրաժի դու գրականությունը մի տեսակ ոնց որ բան լինի բալավստվո լինի էլի ի վերջո ինչ որ զբաղմունք է որը կոնկրետ ինչ որ ֆինանսական բան sense չի բերում որ դու հանգիստ լինի հոբի է էլի անվճար հոբի է էլի հա ու մանավանդ Հայաստանում հա բնականաբար ասենք կողքիդ այն մարդիկ ովքեր նայում են ոնց որ դու պետք է պահես այդ մարդկանց կամ վերցրել ես քո վրա ի վերջո այդ պատասխանատվությունը չէ վանոն վերցրել է իր վրա ամուսնացել է երեխեքին ունեցել է հիմա ի վերջո իր վրա է դա պետքա ինքը մի բան անի ինքը ոնց որ դրանից կոմպլեքսավորվում է էլի այսինքն որ ինքը գիտի որ կողքից այդ նայվում է որպես ոնց որ չգիտեմ էլի ոնց է հիմա օրինակ շատ կա չէ տենց մեմեր բան է որ տղամարդը նստած ինչ որ խաղ է խաղում կինը ջղայնանում է կամ ինչ որ ոնց որ այն ժամանակ երբ որ այդ մարդը պետքա լուրջ բանով զբաղվի կարևոր որտեվ իր վրա ինչ որ պատասխանատվություն է վերցրել ընտանիք բան ինքի տալիս է իրան ասենք ինչ որ իր հաճույքներին էր ու գրականությունը եթե դու չես կայանում որպես գրող այսինքն ամբողջ հասարակությունը չի ընդունում որ դու լուրջ դեմք ես ֆինանսական բան չես ստանում դրանից լուրջ բան չես ստանում դա իրոք ինչ որ էգոիզմի է վերածվում ու դառնում է որ դու անընդհատ պետք է պայքարես այդ քո մի քանի ժամը գտնելու համար որ ոնց որ համը ամոթ չլինի բայց համել դու քեզ զիբիլ այդ մեխի գլուխ չզգաս այսինքն դու այդ քո բանը ապացուցես էլի վերջո որ դու ինչ որ կարևոր բան ես անում հետո այդ անտերը մկան է էլի օրինակ ես որպես գրող ասեմ որ ինքը մկան է երբ որ դու չես զբաղվում իրանով թուլանում է էլի չես կարողանում հետո ասենք այդ բանը պահես հիմա նույնը Վանոյի դեպքում չէ կարելի էր ենթադրել որ ինքը այդ քաղաքական ակտիվ գործունեությունից հետո պետք է նստի վեպեր գրի չէ ասենք մի լրիվ ուրիշ աշխարհ բացի իր համար բան բայց ի վերջո մենք տեսնում ենք որ Վանոն կարողանում է գրի այդ հոդվածները որոնք արդեն այդ քաղաքականի միքսն են ու կարողանում է գրի այդ ափսոսեր երեխան, որին այդտեղ այդ քո նշած խնդիրից խոսում է այդ մկանների մասին։ Իհարկե դա ինքը ուրիշ ձև է անվանում, կարամ հատվածը մեջ բերեմ։ Ասում է բայց ահա գրիչը երկար ժամանակ չէր նստում ձեռքին։ Քորիա եղել է։ Այդպես հաստատ լինում է տևական հիվանդությունից հետո շապիկի կոճակները կոճկելիս, մկանները լավ չեն աշխատում, չէ՞, ոնց է հետը սովորում, չէ՞, դեֆորմացվում է, դեգրադացվում է։ Երբ տարին տարվա վրա սուրճը դնում են օգնականները, գրում են օգնականները, զենքը յուղում են, հեռախոսը լիցքավորում են, հարկադիր պորտաբույծի այդ առօրյամ գրելուց մնում է մակագրելը, մտածելուց այլոց մտքերին հավանություն տալը կամ չտալը, իսկ մնացած բաներից միայն այն, ինչը չեն անում ուրիշի ներկայությամբ, նույնիսկ օր ու գիշեր թիկնազորով շրջապատված գեներալները։ Եվ երբ մարդը վերջնականապես մնում է մենակ, երկար ժամանակ չի կարողանում հասկանալ,
դա ծերությունից է, թե անբանության վարժվելուց։ Այսպես շփոթված է լինում դպրոցականը ամառային արձակուրդներից հետո։ Հա։ Այդ Իրա բանը ներկայացնում է, էլի ափսոսեր երեխան փիլիսոփայական իմաստով գալիս է փակում է այդ իր ամբողջ այդ մաները, արդեն ավելի բարձրից հայացքա իհարկե, ու ամենակարևոր միտքը իր այդ բանը որ կա, միշտ հիշողությունը, չէ, գնա հետ ինչ որ օր, որտեղ ինքը, չգիտեմ, կարևոր բան է իր այդ տեղի ունեցել։ Դա իմիջիայլոց այդ Սորենտինոյի կինոյի մեջ էլ է, էլի։ Այտենց է, չէ, ավարտվում, որ ինքը հիշում է առաջին անգամ, երբ ինքը տեսել է ոնց որ մեր աղջիկ։ Այդ է իր իմպուլսը ամբողջ գրական եղել։ Ու ինքը 60 տարեկանում անընդհատ փորձում է, այդ է, փորձում է հիշի ոնց նա եղել այդ աղջիկը։ Որտեվ այդ է իր գլխավորն է ման գալիս էլի։ Հա, այլ գլխավոր սորճի բույրն է, չէ, անընդհատ ման գալիս։ Հա, անընդհատ ինքը ուզում է հետ գնա այդ պահը, որտեղից սկսավ իր կյանքը, այս ափսոսեր երեխան ի վերջո գալիս է նաև հետաքրքիր մի հատ եզրահանգման, չգիտեմ, եթե մոտդ կա հիմա բաց այդ հատվածը, եթե գտնես այդ այդ սկզբերն է ամենը, էլի, այդ որ ասում է մահը գալիս էր հետևից, ոչ թե դիմացում սպասում էր։ Այդ շատ ուժեղ հատված է, էլի իրոք, այն որ եթե մենակ այդ նախադասությունը վարում գրած է, այլևս հասկանալի է, անդունդը արխիվում չէ, որ եզրին ընդհատում է կյանքը, որ մահը դարանակալ չի սպասում արխիվը միտեղ, այլ հուշիկ գոյության հետքերը ջնջելով գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ արխիվում ոչինչ չի լինելու եւ ոչ էլ անցյալում որ ափսոսաս։ Հա, հենց այդ է, էլի, այդ միտքը որ ոնց որ մահը ոնց որ ջնջելով գալիս է քեզ քո կյանքը, ու երբ որ հասնում է քեզ ոնց որ այսինքն ափսոսալու բան էլ չի մնում, հետ ես նայում ու դու ջոկում ես որ հետևն է բան չկա, դիմացն է բան չկա։ Ոչ թե դիմացում է անդունդները, արդեն հետևից անդունդը գալիս է, էլի։ Հա, շատ է հետաքրքիր միտք, հա, ասա էլի եմ ասում, էլի Վանոն տենց մտքեր ունի, որ եթե մենակ այդ գրածելներ էլի ոնց որ իր դիրքը կունենար, էլի։ Դե այդ դատարկությունը կա, օրինակ այդ ափսոսեր երեխայում այդ ամբողջ անցած կյանքի այդ որ ասում չեմ մկանները չի աշխատում, չէ, ջոգում ծերությունից, թե անբանության վարժվելուց բան, այնտեղ մի տեղ էլ ունի, չէ, որ ասում նա դարձել էր ինքը իր ջանքերի սպառողը, այտենց ինչ որ ոնց որ սեփական գոյության մեջ փակվելու այդ սեփական այդ ինքդ քո ջանքերի սպառողը դառնալու այդ բանը կա, էլի, այտենց վերջո ինչ որ էլի կարմատիկ բան էլ կա, էլի, իր կյանքի ու ինքն խարազանում է կայ դեպ, այսինքն այդ ռեֆլեքսիան, երբ որ ինքդ քեզ ես նաև դարձնում, ինքդ քեզ ես ընկալում քո սխալների պատճառը, օրինակ կարան ասեն, չէ, Վանում տենց քաղաքական գործիչեր ինչեր արել, ինքը вообще պատասխան տալու է դրա համար թե չէ, ինչ ասում, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը, եւ այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ Եվ երբ բավականաչափ սխալված է լինում, որպեսզի կարողանա դաս քաղել սեփական սխալներից, գալիս է հաջորդ սերնդի սխալվելու ժամանակը։ Այդ ոնց որ ասում մեր հետ էլ է եղել, է։ Հա, ինքն ընդունում է, որ կյանքը մեր ուզածով չստացվեց, ոնց որ գրում է, այդ անանձը հոլիսում էր, չէ, եթե չեմ սխալվում, այտենց, հա, կյանքը մեր ուզածով չստացվեց, հա, չեղավ։ Ինքը ընդունում է, որ սխալվել են, ընդունում եմ որ սխալների վրա են սովորում, որովհետև ասում եմ երբ որ արդեն հասկանում ես որ չգիտեմ այսքան սխալվելուց սովորես, արդեն հաջորդի սխալվելու ժամանակն է գալիս, էլի։ Բայց իհարկե դա նաև այդ սերունդների խնդիր ունի, որովհետև տենց դու անընդհատ փորձում ես կարճես այդ ժամանակից, պահես այդ ժամանակը քո ձեռքում, ասես լավ դե հիմա սխալվել եմ, մի հատ է շանս տվեք, օրինակ այն հարցազրույցը որ կար մարդու ժամանակը, այդտեղ ասում բան անենք, չէ, ոնց որ կոալիցիա կազմենք, նոր իշխանություն ձևավորենք բանման, արդեն իշխանությունից իրեն գծերից գցել են արդեն, էլի, այսինքն ինքը շանս չունել հետ դառնալու, հարցերը լուծածա, նոր իշխանություն եկեն, նոր իշխանությունը ձևավորի ամեն ինչ, բայց այդ կարճելը որ մի հատ է փորձենք, գիտես ոնց է, այդպես ոնց որ այդ Տոնի Սերվիլոյի կերպարը որ փորձում է անցյալը բռնի հետ բերի, ուզում է ջահելան այդ սաղ միտքը նա որ գնա իր ջահելություն, չէ, գնա իր այդ հյութեղ ժամանակները, չէ, այդ իր ուժեղ ժամանակները, չէ, այդ խեղճություն կա դրա մեջ, վախի խեղճություն կա ժամանակից, կյանքից, որ ուզում ես ոնց ամեն մեկը ուզում է իր աստղային ժամանակը, չէ, բռնի հետ բերի, էլի, այդ խեղճությունը շատ լավ զգացվում է, էլի, այդ գրականությունն էլ է ցույց տալի այդ խեղճությունը, որ տենց ուզում ես բռնես հետ բերես, բայց ոնց որ ասում ափսոսեր երեխան։ Հենց այդ վերնագիրը մենակ այդ ափսոսեր երեխան ցույց է տալի, որ ինքը համակերպվել է արդեն դրան։ Առնվազն ընդունելու համակերպել։ Նու գոնե նաև ինչ որ բանով էլի
ինքը այդտեղ էլի ոնց որ բարձրացնում է այդ երեխուն, այդ երազողին, այդ բանին, որը այդ ուներ այդ մաքուր լիցքը կյանքի նկատմամբ ու կյանքը իրան ոնց որ սպանելով ոնց որ վերել է հասցրել է այսօրին ու ինքը միակ բանը որ կարող է հիշի ափսոսալու այդ երեխաները ափսոս, այսինքն ինքը այդ մաքուր վիճակում էլի առանց այդ կարը մեջբերում բերեմ այդ բանից անանձրև հուլիսից, որը 82 թվին է գրված, այնտեղ գործում ասում է, չէ, 82 թվի է Հուլիսյան օրը բան տենց 82 թվին է գրված, բայց որը շատ է բռնում նաև այդ բանի հետ, այդ ափսոսեր երեխայի հետ, որ ինչ ասում եմ վերջի հատվածներից մեկն է, էլի նախավերջի հատվածն է։ Կյանքը մեր ուզածով չեղավ եւ առուփախի հրապարակում ապշած մնացինք։ Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերամեջ, բերաններս դառն իմաստությամբ ծամածրվեցին, ընդոս չտկվեցին ու որ չտրորեն, այդպես դարձանք հուսահատության քարե արձան, իրանձիկ գլուխը բարձր, ձեռքերը ծոցը, որ մաքուր մնան։ Հա։ Այս ձեռքերը ծոցը, որ մաքուր մնան, այն սխալվելու բանն է, էլի, այսինքն բանն է կարելի, դե գիտես ոնց է, եթե անում ես կարաս կեղտոտվես, կարաս սխալվես եւ։ Հա, ոնց որ բան չափել։ Բայց եթե ձեռքերը ծոցն է, հա, աղբջուն, Դարտանյանը կմնաս, էլի կոպիտ ասած, եթե ձեռքերը ծոցն է։ Բայց ի վերջո ինքը ձեռները ծոցից հանում է։ Խաղը պարավեց, կախարդական հայելին ճաքեց գիշերվա կեսին, մասերը տարանջատվեցին, մոխրամանը աղբաման դարձավ, լուցկուտուքը հակավ հաթ, ծխախոտից ու խամպերին, սուրճի մրուրը շուրթերից հասավ, ամբողջության հույսը ցնդեց։ Հա, այս ամբողջության այդ զգացումը էլի այդ Տոնի Սերվիլոյի այդ բանը Սորենտինոյի կինոյի այդ հատվածը, հələ մի հատ կկարդաս այդ վերջը, էլի այդ որ ամբողջության զգացումից հետո ինչ է ասում։ Հրաշք չի լինի։ Տարիների պատն անթափանց է, կուրացնող է մանկությունից եկող լույսը, հիշողության ճանապարհը լի է փորձանքով, դարանակալ տարիների հոգսով, կորստով, սիրով, ցավով, եւ միայն բույրի հիշողությունն է մտակորույսի ցանցառությամբ բերում տանում բույրի ծվենները եւ կայծկլտում են աղոտ պատկերները, բայց ոչ մի բույր չի բռնում գույնը, բայց ոչ մի ձայն տեղը չի դնում բնապատկերը եւ պապանձված է ամռանորը եւ իմաստալից քայլանելու ջանք է ապարդյուն, որովհետեւ հավասարակշռություն չկա կեսի մեջ։ Այ այդ եմ ասում։ Այս Ֆրունզին կխնդրենք, ուրեմն, որ այդ ֆիլմի այդ վերջին հատվածը Ֆրունզը մեր բանն է, մոնտաժող օպերատոր, կադրեր եւ այլն, ոչ վիզուալ հարցերը Ֆրունզն է։ Հա։ Մենք կխնդրենք, որ այս մեր խոսքի վրա ինքը այդ կինոյի այդ վերջաբանը դնի, որ մեկին մեկ այդ կերպարն է, հասկանում ես, մեկին մեկ։ Եվ Սորենտինոն անձը Հուլիսն է կարդացել, չէ՞։ Հա, անձը Հուլիսը կարդացել է, այդ կինոն նկարել է, կանն է ստացել։ Ես ընկերներիս հետ խոսացել եմ շատ թեմայով, որ այս գործը, կոնկրետ անձը Հուլիսը, մինիմում կինո է։ Հա։ Պատրաստ կինո է։ Օրինակ այդ առումով ոնց է Հրանտի խումարը, պատրաստ կինո է, այս գործը պատրաստ կինո է։ Ափսոսեր երեխան պատրաստ կինո է, այդ Մարկեսյան ինչ որ վերիշելով իմ տխուր պորնիկներին ոչ ինչ որ այդպես պատրաստ կինո է, հա, այդ իդեպ բան կա, Վանոյի գրականությունը այդ մոգական ռեալիզմի շատ նման է, տեղ-տեղ այդպես ոճային բաներ կան, էլի, այդպես լավ կարդացել հավանաբար, էլի, այդպես զգում ես, էլի, այս գործը շատ ֆիլմիկ գործ է, կինոյին գործ է, հա, հումոր են կանում, որ Սորենտինոն անձը Հուլիսը կարդացել, բայց երևի թե կարդացել գործեր կան, որ շատ ֆիլմային են։ Հա։ Ու ինքն էլ Հրանտի պես է գրում, օրինակ այս առումով այս տեքստը որ կարդում ես, Հրանտի տեքստերը ոնց են, ֆիլմային տեքստեր են, այտենց պատկերը շատ ուժեղ է, այսինքն։ Միգուցե չգիտեմ, դու որպես գրող ավելի կարաս բացատրես թե չէ, բայց տեքստեր կան, որ կարդում ես, ոնց որ պատկեր գրա, ոնց որ պատկեր նկարագրիչ, օգնում ես, ոնց որ շատ ոչ թե ներքին ռեֆլեքսիա է, այլ այդ ռեֆլեքսիան պատկերը ցույց տալու։ Ես դրան միշտ ասում եմ, որ հոգեվիճակի գրականություն, որտեղ ոչ սյուժեն է էական, ոչ մի բանը կարծես էական չի, էականը մարդու էությունն է, ով որ գրում է այդ։ Այտենց օրինակ այս ֆիլմային որ կարա լավ ֆիլմ լինի, այդ պատկերային գրականությունը կա, այդ քո ասած հոգեվիճակի գրականությունը բանն է։ Չարենցի խմբապետ Շավարշը։ Այդ էլ առանձին կինո է ինքը, այտենց այդ ինքը ռեֆլեքսիա տեքստեր են, իրավիճակա բան, բայց ինքը պատկերի գրականություն է, այսինքն խմբապետ Շավարշին զգում ես ուղղակի։ Հա։ Դեմը տա ինքը։ Այդ հոտը գալիս է, չէ՞։ Այո։ Խորովածախառը այդ արաղի հոտը։ Խորովածախառը, արաղի հոտը, իր դեպրեսիայի հոտը, այդ գիշեր չքնած լինելու, առավոտ չգիտեմ սրան տեսնելու, իրար վրա կրակելու, այդ մսաղացներով անցած լինելու այդ հոտը կա, հա, այդ ոնց է ստեղել է խոսում, ոնց է այդ Սորենտինոյի մոտ խոսում էլ այդ
անընդհատ այդ հոտը քեզ բան անում, տանում է առաջ։ Սորենտինոն էլ սկսում է էլի հոտի գաղափարից, ոնց որ ասում է հարցնում էին ընկերներս միշտ որ հոտն է, ոնց որ ամենալավ հոտը, բան, իրանք ասում են բանը, ոնց որ խուժանական բան էին ասում, ես ոնց որ ասում էի բանը տարեց մարդկանց տան հոտը, այսինքն արդեն մեռնելու գնացում, այսինքն ասում եմ ես այդտեղից հասկացա, որ ես պոետ եմ, էլի, ծնվել եմ որպես գրող, էլի, գեղագետ եմ, էլի, այդ գեղեցկությունն եմ ման գալիս։ Ու Վանոն էլ այդ իմաստով շատ հետաքրքիր է, իմիջիալոց միջևս երբեք չէի մտածել այդ ֆիլմի հետ համեմատության մասին, այս մեր հաղորդումները այդ իմաստով մեզ են էլի շատ օգնում, որովհետև ինչ որ դու սկսում ես աշխարհը մի քիչ ուրիշ ձև տեսնել, էլի, ինչ որ տեսանկյուն ես վերցնում ռեժիսորի ու սկսում ես տարբեր տեղերից sense գտնել ու իրար կպցնել բաներ, որ կարծես թե ընդհանրապես իրար հետ պետքա որ երբևէ կապ չունենային, էլի։ Դե բայց այդ դե լավ գրականության կամ ոնց որ բազմակողմանի գիտելիք կրթության ունենալու լավն է, որ դու կարաս համեմատես բաներ, էլի, այսինքն ի վերջո իրենք լավ գրականություն ոնց որ նախ եւ առաջ կամ գլխավորապես համամարտկային գրականությունն է, համամարտկային խնդիրների մասին է, հա, ապրած այդ կյանքը վերաիմաստավորելու, տարիքը տարած ինչ որ նոր իմաստներ ման գալու, այդ փորձելու բռնել ջահելությունը, փորձելու կանգնեցնել ժամանակը, որ ոնց որ այդ հոտերով թեկուս, հա, այդ սուրճի բույրով, չգիտեմ, քաղցրով, շաքարով փորձելու կանգնեցնել, այդ առումով շատ հանգիստ կարաս զուգահեռնել, եթե գիտես իհարկե, էլի, որովհետև եթե ֆիլմը չես տեսել, գրականությունը չես կարդացել, մտքիդ մեջ բաներ կապեր չես անում, բան չի ասի քեզ։ Հա։ Ի վերջո Վանոն այդ իմաստով ոնց որ մնաց այդ լավ է որ գրեց այս ափսոսերի երեխան, էլի, որ ասենց մտածում եմ ինքը որովհետև շատ կիսատ կպրծներ, էլի, որպես գրող մեր բանի մեջ։ Դե մենք առնվազն ստեղ որ կարդում տեսնում ենք, որ ինքը լավ ռեֆլեքսիա է ընդունել ու հասկացել ամեն ինչ, էլի։ Ինքը ոնց որ էջը փակում է, էլի, Վազգենին որ նամակի մեջ ասում է ցիկլը պետք է փակես, որ 6 ամսվա ցիկլը փակի, բան ինքը այստեղ այդ ցիկլը փակող գործ է ու ենթադրում եմ դրա համար էլ ինքը հետո չի տպել ոչ մի բան։ Այս գրականության մասին իմիջիալոց շատ բարձր ոնց որ նաև ակնածանք ունի լեզվին, գրականությանը ու շատ ոնց որ զգայուն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են ասպատակեն այս տաճարը, լեզվին։ Հա, բան հրապարակախոսությունի, չէ՞։ Կովերի, հա։ Այդ իմաստով ինքն էլ ես մի մտեք հայոց լեզվի տաճարը կովեր, չէ՞։ Հա, հա, հա։ Այդ բանը ունի ինքը, որ ինքն էլ մտնում է այն ժամանակ, երբ որ պետք է ոնց որ վստահ է իր վրա, էլի։ Չի բան լինում, էլի, այդպես պեդանտ գրող է իրոք, էլի։ Ես օրինակ որ նայում եմ, ինձ ավելի իմ հոգեկերտվածքին, այդ բառը միշտ ուզեցել եմ օգտագործեմ, ոչ միտեղ ոնց որ առիթը չէր եղել, ավելի մոտիկ Արմեն Շեկոյանը այդ իմաստով, թե այդ բանը չունի իր մեջ ինքը այդ ոնց որ մնացածից բարձր լինելու բանը, այդ զգացումը ինքը չունի, թե նաև այդքան պեդանտ չի ինքը որպես գրող, այսինքն ինքը ավելի մի քիչ փնթիություն կարելի է համարել այդ շատերի համար այդպես է, բայց ինձ ավելի մոտ է դա, հասկանում ես։ Թափթփվածություն միգուցե։ Թափթփվածություն, բան։ Գիտես ինչ իմաստով գրողներ կան, որ շատ պեդանտ են էլի իրանց գրականության նկատմամբ, ասենք կյանքում մի հատ վատ բան չեն տպի։ Բայց օրինակ կան այնց մարդիկ, ովքեր իրանց բանով խառնվածքով, եթե գրում են չեն կարա չտան կարդաս։ Եթե այդ գրածի մեջ 10 տող լավ բան կա, ինքը այդ վեպը կտպի, հասկանում ես, այտենց գրողներ կան ու իրանք ինձ չգիտես պերֆեկցիոնիստների ու բանի պայքարն է, էլի, անհոգության պայքարն է, էլի։ Հա, ես օրինակ այդ իմաստով Շեկոյանից այս տարիքում կոնկրետ ավելի շեղվել եմ դեպի Շեկոյան, թեև ես իրանց այդ սերնդից Վանոին էի այն ժամանակ ամենաշատը սիրում, հիմա երևի թե ամենաշատը Շեկոյանին եմ։ Շեկոյանը օրինակ ամենաշատը սիրում էր հես ափսոսեր երեխան գործը, բայց միգուցե որովհետև իրար այդ ոնց որ ընկերություն են արել, ապրել են, փորձառություն ունեցել սոցիալական, մշակութային, քաղաքական ինչ-որ կյանք են ապրել դրա համար։ Բայց հա, գիտես ոնց հա, Շեկոյանի գրականությունում դու տեսնում ես, որ ինքը դիստանցիա չի դնում իր ու մարդկանց մեջ։ Ինքը չի ասում ես Դ'Արտանյանն եմ, մնացածը ցավ գավնոյեք, այդ սոցիալական անասունի խուլ բողոքն չկա, կոպիտ ասած։ Արաս մախբեր, դե սաղս իրար պես ենք, բոլորս իր պլյուսներ ու մինուսներ ունի, բոլորս ինչ որ մի
ապրելու կերպ ունենք։ Իմիջիայլոց շատ Ամեն մեկը իր ապրելու ստրատեգիան ունի մի դատիր որ չդա ավելի քրիստոնեական է այդ իմաստով այդ մի դատիր որ չդատվես։ Լատինա-ամերիկյան այդ բանն էլ կա էլի Շեկոյանի մոտ այդ սերիալի զգացումը ու հետո ես մեծ տարիքում իմացա որ իմ սիրելի սերիալը ինքն է թարգմանել Բլանկոյի այրին ես որ պուճուրեի նայում էի այն զույգերը բան Ֆելիպեն ու Դուվանը բան Շեկոյանն է թարգմանել այդ սերիալային բանը Իսկ այդ զույգերի ձենը Շեկոյանի ձենն է Չէ, թարգմանել է ինքը լեզվից թարգմանել է, ոչ թե տեքստն է կոպի հասկացա, օքեյ, օքեյ։ Թարգմանիչ է եղել ու այդ իմաստով էլի ոնց որ մի խոսքով օրինակ այդ 17 հատոր կամ քանի հատոր այդ բանը հայկական ժամանակ վեպը գրել ինքը այդ սերիալայնություն ունի, էլի։ Որովհետև Վանոն օրինակ Մաթեոսյանոտ այդ 60-ականների, որովհետև Վանոն ի վերջո այդ 60-ականների սերնդի տրադիցիայի շարունակողն է, կապ չունի որ 70-80-ականներ գրելի։ Իրաք ոնց ասեմ, ավելի պատրիարխալ են այդ իմաստով այդ դասական գրականության, գերմանական դասական գրականության, ռուսական դասական գրականության, անգլիական դասական գրականության, այն որ sense մարմարից կոթողներ ենք սարքելու ժամանակը կանգնեցնենք։ Շեկոյանը շատ ավելի մոդեռնիստ բան է, մոդեռնիստ գրող է, էլի, դաժե պոստմոդեռնիստ, կարանք հանգիստ ասենք պոստմոդեռնիստ գրող է։ Օրինակ դրա համար սիրում էր երիտասարդ գրողներին, որ ասում են ախպեր, դա երիտասարդները պետք է երիտասարդների պես գրեն, կյանքը ոնց շարունակա, պետք է տենց գրես, էլի, այդ սերիլ չպետք է գրես, էլի, ու ասում նորմալ, նորմալ չի որ ասում ջահել տղեն կամ ջահել աղջիկը, ջահել գրողը, ասենք տարիքով ջազի պես գրի կամ տարիքով աննորմալ է դա, էլի, ինքը այդ առումով պոստմոդեռնիստ է այդ իմաստով, որ կյանքը հոսք է, դու հոսքի մեջ գրի 17 հատոր կգրես, 39 հատոր կգրես, ինչ կգրես, ինչ լեզվով կգրես, ոնց կգրես։ Հայկական այդ անեկդոտ կա, մի հատ որ ասում է կարևորը division-ին է, հիշում ես այդ անեկդոտը։ Այդ պահը կա նաև Շեկոյանի մեջ, որ ոնց որ կարևորը ոչ թե դու ես, ոչ թե այդ ինչ որ ընթացքն է, սյուժեն, այլ կարևորը այդ շարժն է։ Ու Շեկոյանը ամբողջությամբ այդ շարժի մասին գրող է, էլի։ Իսկ Վանոն իրանք Վանոն Վազգենը սիրուն բան գտնելու, այդ ամեն ինչի մեջ ոնց ժամանակ ուզում են կանգնեցնեն, էլի, հենց այդ Սերվիլոյի դերասան այդ Great Beat-ում ի՞նչ է փորձում։ Փորձում ժամանակը կանգնեցնի։ Այն ոչ այդպես ֆիքսենք, պահենք, բռնենք, չանցնի, էլի։ Ուզում է Գյոթենի ոնց էր ասում, ասում էր կար ժամանակ չքնաղես, հա։ Այդ ուզում էր կայնացնել, էլի, իսկ Շեկոնը ջոկելա, որ նախ անիմաստ է դա, չես կարա։ Ավելի լավը ոնց որ այն սերֆինգիստները ոնց են, որ ալիքի ոչ թե ինչ որ պատնեշներ են սարքում, որ ալիքը պահեն, այլ վերցնում են սերֆը, սկսում են ալիքի վրա լողալ։ Այսինքն ալիքը դարը չեն փորձում սանձեն, ուղղակի ալիքը իրանց տանի, էլի։ Այդ տարբեր աշխարհայացքներ են թեկուզես։ Շատ տարբեր աշխարհայացքներ են, էլի, այդ բանը, այտենց։ Ու տարբեր մարդիկ էլ իմիջիայլոց տարբեր ձև սիրում են։ Տարբեր տարիքում էլ դու ուրիշ ձև ես նայում այդ հարցերին, բան։ Դե որովհետև երևի մարդկանց մեջ էլ այդ այսինքն երիտասարդ ժամանակ երևի ավելի շատ վանոյական է, ռոմանտիզմը շատ ուժեղ է, որ ես չգիտեմ, Դ'Արտանյանը մնացածը գավնո, ես Ռեմբոնը մնացածը վախկոտ։ Հետո ընթացքում ոնց որ Շեկոյանական է գալիս, հետո արդեն ուշ տարիքում էլի կարող է վանոյական գա, բայց ընթացքում իրանք մեկը միքսի մեջ են, այսինքն դու մեկը ինչքան ռոմանտիկ լինես, կյանքը մեկը գնում է։ Կյանքը գնում է, ամեն ինչ ծև ու սպիտակ չի, մոխրագույնի այդ երանգները կան։ Բայց մեկը նույնիսկ եթե մոխրագույնի երանգները կան, կյանքը գնում է, դու ուզում ես ինչ-որ պահ, ինչ-որ բաներ բռնես, որովհետև անընդհատ ընթացնել կարա տանջի քեզ։ Իհարկե։ Դե կարաս ընդունես, որ անընդհատ ընթացքը գնում է, բայց դու չես ուզում, որ անընդհատ ընթացքը գնա, էլի, որովհետև ասում ես, ախպեր լավ արժեք բաներ չկան, ինչ-որ բաներ բռնենք, ֆիքսենք, էլի, ինչ-որ տենց։ Այսինքն բանը թե ընտրության հարցը, թե նաև ինչ որ նախընտրության, նաև ինչ որ նախընթաց, ինչ որ բանը քո բնավորությունը ինքն իրանով ընտրում է։ Որովհետև ոնց է անընդհատ վազքի մեջ ես, բայց ուզում ես որ հանգստանաս էլ մեկ-մեկ, չէ՞, ինչ որ նստես գիծ կարդաս խոսքի քո մի ժամը։ Այդ ոնց ասեմ, ոնց որ մարդու էսի մի հատ բան արինք, մշտակը Շեկոյանին մի հատ բան պարտ մնացինք, իրա կողմից կանք Վանոյին։ Ոնց որ մարդու այդ մշտական բանը կա, էլի, այդ մեջի երկու կողմերի պայքարը կան, էլի, այդ հավերժականի ու ընթացիկի, հա, ոնց ասեմ։ Ինն ու յանը բանը, էլի, այդ սևը սպիտակի մեջ, սպիտակը սևի բան։ Անուշը։ Հա, համարյա։ Այս բան Շեկոյանոտ բրծանք, էլի, վերջը։ Մի հատ կարելի է Վանոյից մի հատ էլ եթե կտոր ունես ինչ որ սիրած, կարաս մի հատ էլ կարդաս, այտենց եզրափակենք, էլի։ Կարամ, մեր երկուսի սիրած Սերը Արնարանը Սարատվից։
Հա։ Բայց մի հատ միտք ասեմ նոր կարդա, էլի։ Ասա։ Ինձ որպես գրող օրինակ ամենաշատը գրելու է նստացնում Վանո, Հրանտ ու Շեկոյան կարդալը։ Ու ես միշտ մտածել եմ ինչի այդ հայերեն կարդալը ոնց որ էլի ինչ կարևոր բան է իմ կարծիքով որտեվ իրանք այն վերջիններն են որ սենց հստակ ֆիքսել են լեզու այսինքն տվել են այդ կառույցները ու որ դու կարդում ես որպես գրող մի քիչ ուրիշ ձև ես կարդում ստեղծագործությունները դու այդ կառույցներն ես նախադասություններն ես էլի ինչ որ ուրիշ բան ես մեջը գտնում սյուժեի ծանդին հոգեվիճակի ծանդին ինչ որ մի հատ կառույց կա լեզվի ու ոնց որ էլի Վանո կարդացի էլի կարող այսան ուզում եմ նստեմ հիմա մի բան գրեմ էլի այդ զգացումը տալիս է էլի Վանոն Սկզբում երբ որ եթերը սկսել ենք խոսում էինք մարգինալների գրականությունից մարգինալ են իմաստով որ տենց ոնց որ թրենդային չեն եղել կամ ինչ որ առանցքային չի եղել էլի այդ գիծը ու խոսում էինք մարմնավաճառներից ընդհանրապես տղամարդու հայացքը կնոջ կյանքի մասին հա փորձել կնոջ աչքերով նայել կյանքին ինչ որ անառակ կնոջ կներեք անառակ մարմնավաճառ կնոջ աչքով նայել կյանքին ամուսնացած կնոջ որի ամուսինը դավաճանում իրեն ու ինքը գիտի դրա մասին ամուսնացած կնոջ որի ամուսինը չի բավարարում իրան սեռականապես հա կամ սոցիալապես նաև չի բավարարում այն որ ասում ոնց էր այդ հրապարակախոսությունն չէ որ ասում կինը ամուսնուն աղդով հա այդ հրապարակության մեջ էլ կան այդ հատվածները էլի եթե չեմ սխալվում դա անթեական է վարունգի կանաչի մեջ է կարճ ասած ոնց որ թե դա միջալոց այդ հայրենիքի մեծն է լավ հրապարակախոսությունն էլ է էլի այդ հայրենիքի մեծը լա այդ կտորներ կան որ բանի նման են հա ինչ է այդ գրականության կովերի հա այդ կտորն այդտեղ կա ասում կինը տղամարդուն բանը ամուսնը կնոջ նաղդով թե կինը տղամարդուն նաղդով բայց այդ սիրային հարաբերությունները, սեռական հարաբերությունները, ամուսինների հոգնածությունը իրարից, ինչ որ նոր բաներ փնտրելը, որ ինչ որ կյանքը ոնց որ հետաքրքրացնեն բան էլի, այդ շատ ժամանակակից է այդ առումով, հիմա մանավանդ, հա, այդ բանը կա։ Դրա համար այս հատվածը ու բանը, այդ ժամանակը փորձել կանգնեցնելու, այն որ դեմից ասում ես Դ'Արտանյանն եմ, պետք է ասես ֆիքսենք։ Հետո ոնց որ դառնում ես Շեկոյանի պես ապես լսի կյանքը գնում է բեր չէ դա չես կարող մենակ դարձնել այս հատվածը այդ կոնտեքստի մեջ է ուրեմն մյուսը նայում էր մեկուսի կանգնած ջահել կնոջը իրիկվա վրա փապկած կիներ փապկած առավոտները նրանք ուրիշ են ցերեկվա դուռը դիպվածի առաջ բաց է լինում եւ գեշտ է սիրում բծախնդիր ու անառիկ են բայց ժամարժամ տեղի են տալիս իրիկվա կողմ դառնում են զիջող գեզգիշերին համաձայն են թեկուս գեհենի Միայն սատանան տղամարդու կերպարանքով գա եւ տղամարդու բերնում սատանի վատագույն դեպքում շան լեզու լինի։ Այս տարար վերջում հոգե էրոտիկ բանի է։ Խի հիշեցի ու անդադ ոնց ենք զուգահեռ չէ՞ Մաթեոսյանի հետ էրոտիկ Վանոյի գրականությունը նաեւ շատ ուժեղ էրոտիզմ ունի իր մեջ։ Հա։ Թե այդ տղամարդ բան է վառեկներ ինքը ոնց ասում է այդ վառեկների հա երիտասարդների նոր բեղմեորս ունեցող sense ինչ որ բանակից եկած կամ ջահել թե տղամարդկանց դիրքից այսինքն վառեկների նաև ամուսնացած տղամարդկանց որ հոգնել են իրենց կանանցից կամ ընդհանրապես այդ ընտանեկան կենցաղից հոգնել են ու ինչ որ սիրուհիներ են ման գալիս սիրուհիների դիրքից գրականություն ոնց են տղամարդկանց ընդունում ոնց են տղամարդկանց փայփայում ոնց չեն կարող առանց տղամարդկանց օջախի կանանց գրականությունից, որոնք սիրեկաններ չունեն, որոնք չեն դավաճանում իրենց ամուսիններին, մարմնավաճառուհիներ չեն, բայց այլ սեռական փորձառություն են ուզում։ Իրենք հոգնել են իրենց կյանքից, իրեն հոգնել են կենցաղից, հոգնել են երեխեքից, հոգնել են ամուսիններից, նոր բան են ուզում։ Այս բոլոր թեմաները անընդհատ կա, անընդհատ sense տարբեր կարմիր գծերով գնում է տարբեր հատվածներում ու ինքը շատ էրոտիկ գրականություն է այդ իմաստով էրոտիկ սիրա ինչի ինքը ջոկում ես ինքը հենց էրոտիկ է հենց ոնց որ սիրո մարգինալ դրսևորումներ այն թեկուզես ինչ որ այդ հագումների հա այդ սեռականության բավարարման հա այդ առումով է ինքը էրոտիկ գրականություն ու այդ հատվածներն էլ են նաև շատ ֆիլմային էլի որովհետև նկարագրությունները շատ ուժեղ են այդ էրոտիկ գրականության առումով ինքը օրինակ այդ հրանտի գրականության նման է բայց հրանտի գրականություն եթե ասում ես ոնց որ չեմ դավաճանելու կնոջս ինչ էլ անես այնտեղ ոնց որ այդ հրանտինը դե պատրիարխալ է բացառում է ինքը դավաճանի կնոջը
Բայց դու ստեղ Վանոյի գրականության մեջ տեսնում ես, թե կանայք հետ տղամարդկա հանգիստ պատրաստ են դավաճանելու։ Հա։ Իրավիճակի հարցը, շատ իրավիճակային է այդ առումով, էլի, ու այդ դավաճանության մեջ վատ բան չկա, կենթանական բաներ են նաև դնում, էլի, բնազդային բաներ են դնում, էլի, ոնց որ կինն է հոգնած տղամարդն է հոգնած ինչ-որ նորություններ են ուզում, բաներ են ուզում, այդ կնոջ ինքնաարդարացումները կարող է ինձ որ ամուսինից դավաճանում կամ ամուսնու բաները, այդ տվայտանքները, այդ շատ կա, էլի, այդ դրա համար էս հատվածը հիշեցի, որ ինքը տենց մենք Վանոյին գիտենք որպես չգիտեմ, այդպես քաղաքական գործիչ, հրապարակախոս, խորագետ, այդ ափսոսեր երեխան, այդ ոչի բաներով, բայց այս էրոտիկ գրականությունն էլ շատ կա, այս գիծը շատ կարևոր, շատ ուժեղ գիծ է։ Լավ, արի երևի սրանով եզրափակվենք։ Լավ էր ընդհանուր, ինձ թվում է լավ եթեր էր։ Հա, տեսնենք, թող լսողներն ու դիտողները ասեն, շնորհակալություն հայտնենք եթեր մեր չարքաստը, եթեր մեր հրապարակախոս Նորայր Սարգսյանն ու Խառնեցիր։ Արձակագիր Նորայր Սարգսյանն ու հրապարակախոս Գոր Մալոյանը, հետևեք մեզ, մինչդեռ հանդիպում։ Հաջողություն ձեզ։ Ապրել, այնպես Դու ապրել։ զգում ես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։